Բարի լույս, մեզ շատ սիրելի հեռուստադիտողներ, մեծ սիրով, ուրախությամբ, ինչպես միշտ դրական էներգիայով լցված, ես եւ Գորը այսօր սկսում ենք եթերը կրկին դիմակներով, որովհետեւ այդպես է պետք։ Այո, անշուշտ, այդպես է պետք, բարի լույս, համոզված եմ, որ վարսերի արկայությունով եւ նրանց ոչ արկայությունով դուք հասկանում եք ով է, ողջունում ենք ձեզ, մաղթում ենք ձեզ առողջություն, սոցիալական հեռավորություն, ձեռք լվացումներ եւ դիմակահագնություն։ Եվ այն ամենն, ինչ պետք է մեր օրերին, որպեսզի ուշադիր լինենք մեր առողջության հանդեպ եւ դիմացինի առողջության։ Հիշեցնենք, որ այսօր արդեն երկուշաբթի է, հունիսի 8-ն է եւ այսօր ովքեր են ծնվել հայտնիներից։ Ծնվել են այսօր գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանը։ Ռոբերտ Շումանը կարող էր դառնալ հիանալի դաշնակահար, առհասարակ ասում են, որ նա կարող էր դառնալ Եվրոպայի լավագույն դաշնակահար, բայց արի ուտես, որ ձեռքի վնասվածքի պատճառով նա սկսեց երաժշտություն գրել եւ դարձավ հռչակավոր կոմպոզիտոր։ Այդ պատճառով, եթե ինչ-որ բան ձեր հետ վատ անգամ տեղի ունենում, մի մտածեք, որ դա շատ վատ է։ Միգուցե այդ վատ բանից լավ բան դառնա։ Դրա համար կախված չկա չարիք առանց բարիք եւ ուշադիր եղեք նաեւ թերություններին, որովհետեւ հնարավոր է դրանք դառնան առավելություն։ Ռուս նկարիչ Իվան Կրամսկոյն է ծնվել այսօր։ Իվան Կրամսկոյի նկարներից մեկը կարծես թե յուրաքանչյուր հայ ընտանիքում կար, այսպիսի կարգի մեջ նստած մի գեղեցկու էր, էս կողքից մի քիչ նայ։ Պորտրետ նիզնակոմկի, այո, անհայտ է թե ում էր նա նկարել, բայց այդ նկարը չգիտես ինչ պատճառներով հայերը շատ են սիրում։ Շատ սիրվեց եւ գրեթե բոլորի մոտ թեկուզ կալենդարի բանի տեսքով կար, չէ՞։ Իրականը Տրետյեկավկոյում է իհարկե, այո, բայց մենք ունենք դրա Օգոնյոկ ամսագրից կտրված այդպես պատին փակված հատվածներ կային նաեւ Կոշկակարի մոտ։ Բոլորիս մոտ։ Հայ քանդակագործ Արա Շիրազն է այսօր։ Երկու պոետի զավակ Հովհաննես Շիրազի եւ Սիլվա Կապուտիկյանի տաղանդաշատ իհարկե շատ անձնավորություն, քանդակագործ եւ հիանալի մարդ եւ դասախոս մեծատարավ։ Եվ ամերիկացի երգիչ, ինչպես կասեր մեր Սերգեյ Դանելյան, մեր փեսն։ Մեր փեսա Քանի Ուեսթը, որ այս վերջերս $2 միլիոն փոխանցեց Ֆլոյդի ընտանիքին եւ բոլոր այն մարդկանց ընտանիքներին, այդ բանը չհասկացա։ 2 միլիոն է հատկացրել Ֆլոյդի ընտանիքին եւ բոլոր այն մարդկանց, որոնք որ տառապում են ռասիզմից, բայց չէ՞ որ ռասիզմից շատ տառապող մարդիկ են։ Երևի այդպես ֆոնդ կա, որին փոխանցել է, որից հետո արդեն այս դեպքերը որ սկսեցին, բոլոր սևամորթ հայտնիները կարծես թե մի անգամից շատ ակտիվորեն իրենց դրսևորեցին, իսկ Քանի Ուեսթին մեղադրում են նրանով, որ նա լռում է։ Նա լռեց եւ բայց հետո այնպես արտահայտվեց, որ $2 միլիոն փոխանցեց։ Հա, հիշեցի։ Նա խոստացել է եւ արդեն ապահովել է Ֆլոյդի դստեր ուսումը։ Դա հաստատ ամբողջ վճարումները կատարել է։ Ամբողջ վճարումը կանի աղջիկը կսովորի։ Այո, բարձրագույն կրթությունը կապահովի եւ եւս 2 միլիոն։ Այնպես որ եթե հայտնին լռում է, դա դեռ չի նշանակում, որ նա չի գործելու, այն էլ շատ հրաշալի ձևով։ Այո, լռությունն էլ է մեկ շատ ավելի կարեւոր։ Այո։ Եվ ապրինա։ Իսկ մենք շարունակենք Հայ մարզիկ Մանվել Մամոյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել։ Նա մեկ ձեռքի երկու մատով, ուշադրություն, 1 րոպեի ընթացքում 55 հրում է կատարել։ Ժիմ։ Այո, իդեպ բոլոր հասկացան հրումն է, չէ՞, հա։ Նախկինում նման ռեկորդ սահմանել էր դերասան մարտարվեստի վարպետ Բրյուս Լին։ Հիմա մենք տեսնում ենք արդեն Մանվելին մեր նոր հերոսին, այո, ասեմ, որ Մանվելը ֆիթնես մարզիկ է եւ մարզիչ եւ սա իր առաջի ռեկորդը չէ, մի քանի, կարծես 8 ռեկորդ արդեն սահմանել է Գինեսի գրքում։ Ես անձամբ ճանաչում եմ Մանվելին, հիանալի անձնավորություն է եւ կարծես թե 2 իր ռեկորդների ժամանակ ներկա եմ եղել, երբ որ նա դեռ Հայաստանում էր ապրում։ Իսկ նա ամուսնացած է Գոր։ Կարծես չէ։ Բայց քեզ դա вообще չպետք է հետաքրքրի։ Չի հուզում, բայց շատ աղջիկներ կիրառացեն, որ իրենց երկու մատի վրա պահեն, հասկանում ես, ես դա է զուտ տրամաբանում։ Եվ իսկապես շատ բարի, հիանալի անձնավորություն է։ Նույնպես որ աղջիկներ ձեզ տեսնեմ։ Առաջին անգամ Մանվելը Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել է դեռ 22 տարեկանում, Գորն արդեն նշեց, որ սա իր առաջին, այսպես ասած, ռեկորդը չէ։ Մոսկվայի բնակ Մամոյանը արդեն հասկացանք, որ ֆիթնեսի մարզիչ է, այո, Մոսկվայի բնակ է մի քանի տարի, միջև այդ այստեղ էր ապրում եւ աշխատում էր ֆիթնեսների ջիմերից մեկում, հիանալի մարզիչ էր, շատ բարի անձնավորություն եւ եթե ես չեմ սխալվում, նա շարունակելու է իր այսպեսի ասած գործողությունները սպորտային, այո, եւ ունի նպատակ իր առջեւ, որ դառնա աշխարհի ամենաշատ ռեկորդ սահմանող մարդ։ Ահա, հիմա եթե նա մեզ դիտում է, ողջունում ենք։ Մանվել ջան, Здравствуйте, բարև ձեզ։ Հայրեն, խոսի։ Ամեն դեպքում էլի հեսիմ։
Հանցնենք առաջ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տարեդարձի առթիվ կանադահայ դաշնակահար Սերուժ Գրաչյանը Facebook-յան իր էջում տեղադրել է տեսանյութ։ Նա եւ Իսպանիայում բնակվող ջութակար Արամ Մալիքյանը կատարում Վագախումբը եւ այդ կատարումները գրավեցին Billboard ամսագրի դասական երաժշտության հիթ շքերթի առաջին հորիզոնականները։ Բայց Արամ Իլիչ Խաչատրյանը չի կիսում իհարկե շատ շուտվանից Անահիտի այս հրճվանքը Այո, նա իր այս հայտնի ստեղծագործության մասին այսպես է արտահայտվել, որ իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա Սուսերով պարը Գայանե բալետից, ազնվությամբ եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի եւ արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործությունները, ապա երբեք այն չէի գրի, բայց ասեմ, որ սա շատ հայտնի դեպք է, սովորաբար միշտ այն։ Չէ, պատմությունը նրանում է, որ Սուսերով պարը նա գրել է մի գիշերվա ընթացքում, երբ որ բալետմայստերը առաջի բեմադրությունի ժամանակ փորձերի ընթացքում հասկացել է, որ պաուզա է պետք երաժշտական, դիմել են կոմպոզիտորին, նա շատ բարկացած եւ ջղայնացած, քանի որ համարում էր Գայանեն կոնցեպտուալ արդեն, պետք է ինչ-որ բան կտրեր, կպցներ եւ այլն, եւ այդ նոտատետրի վրա, որտեղ որ գրված էր, ամեն ինչ գրել էր շատ ջղայնացած «Всё в угоду балету» եւ քիչ evնում տենց նետել է, շպրտել էր այդ նոտաները եւ հետո արիուտես, որ դա դարձավ նրա այցեքարտը եւ Արամ Իլիչը ամբողջ կյանքում դա ներմում էր դրանից։ Ֆիլմ են նկարել հենց այդ պատմության վրա եւ ֆիլմը չեմ դիտել։ Դու պետք է ֆիլմ խաղայիր։ Այո, ապրես, ամեն ինչ հիշեցի։ Անահիտը ոչ թե ես։ Վայ Գորջան, դա արդեն իրական չի, կարևորը ստեղծագործություն կա եւ մենք այն վայելում ենք անկախ Արամ Խաչատրյանի կարծիքից մենք այն սիրում ենք։ Այս դեպքում Արամ Իլիչի կարծիք քեզ չի հետաքրքրում։ Այո, որովհետև ես վայելում եմ դա։ Դե ինչ, եկեք շարունակենք բարձրորակ երաժշտություն ընկնդրել, քանի որ այս պահին մեր եթերում ձեզ համար Կոմիտաս կհնչի հրաշալի Սոնա Ռուբենյանի կատարմամբ։ Գնացի։ Շնորհակալություն մեղմ արթնացնելու համար։ Հիանալի կատարում էր եւ կարծես թե մեր հոգիները հանգստությամբ լցվեցին եւ պատրաստ են շարունակել օրը եւ նորությունները։ Ամերիկացի հայտնի рэփեր Snoop Dogg-ը ավստրալիական գինեգործական ընկերություններից մեկի հետ կթողարկի սեփական արտադրանքը։ Մի քիչ անհասկանալի ինձ համար, քանի որ հիփ-հոփը եւ րեփը առհասարակ օրինակ ինձ մոտ գինու հետ չեն ասոցացվում, չէ՞։ Առհասարակ։ Բայց արիուտես գարեջուր եւ այլն։ Գարեջուրել չէ։ Լավ։ Ամենայն հավանականությամբ համատեղ արտադրությունը կլինի այս ամռան ընթացքում Snoop Cali-Red անվանումով կալիֆոռնիական գինին կպատրաստվի խաղողի 3 տեսակից։ Մեկ շիշը ուշադրություն կարժենա 12 իդեպ ավստրալիական ընկերությունից արդեն հայտարարել են, որ ուրախ են երկչի հետ համագործակցությամբ, քանի որ երկչի ոճն ամբողջովին համընկնում է իրենց փիլիսոփայությանը։ Այս է հարցը, նույն փիլիսոփայությամբ են նրանք շարժվում առաջ։ Էլի անհասկանալի ինձ համար, վիճելի չէ։ Նրանք անիմաստ է վիճել, նրանք արդեն պայմանավորվել են։ Դա մի ուրիշ փիլիսոփայություն է, մեզ հասանելի չի։
Եվս մեկ հայ մասին։ Իսկ ամերիկահայ Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը որոշել է հեռանալ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից, իր տեղը զիջելով աֆրոամերիկացուն, այո։ Այս ամենը տեղի ունեցավ վերջին դեպքերից հետո, Ջորջ Ֆլոյդի, այսպես ասած, սպանությունից հետո Ալեքսիսը որոշել է, որ սևամորթները ունեն բոլոր այդ իրավունքները եւ իր մոտեցումը այս հարցին կամ մի կարծիքը այս ամենի մասին այսպես է արտահայտել։ Նա ասել է, ես սա անում եմ ինձ համար, ընտանիքիս ու երկրիս համար։ Չմոռանանք, որ Ալեքսիսի տիկինն էլ է սևամորթ, հանրահայտ Սերենա Ուիլյամսը եւ նրա համար շատ ցավալի էր այն ամենը։ Առհասարակ բոլոր նորմալ մարդկանց համար, ովքեր չեն դնում տարանջատում, հաստատ ցավալի է։ Մաշկի գույնի, չգիտեմ, եւ մնացած բոլոր բաներով պայմանավորված տարբերություն։ ՏՏ ոլորտի աշխատակիցներն անշուշտ ամենապահանջված մասնագետներն են հիմա, իսկ որոնք են այն մասնագիտությունները, որոնք այնքան էլ տարածված չեն եւ բավական արտասովոր են, այսօր փորձել են բացահայտել մեր գործընկերները մոլորակի շուրջ էջի օգնությամբ, եկեք անդրադառնանք զարմանալի մասնագիտություններին։ Գնացինք։ Մասնագիտությունների թիվն աշխարհում գերազանցում է մի քանի հազարը, որոնցից շատերի գոյության մասին անգամ դժվար է կռահել։ Աշխատանքներ ու մասնագետներ, որոնք ստիպում են զարմանալ, ծիծաղել ու չհավատալ։ Ամենաարտասովորների շարքից հաջորդ թիվը։ Երազանքի աշխատանքը գրեթե բոլոր գործազուրկ ծույլերի համար, պրոֆեսիոնալ քնող, այլ կերպ ասած, եթե բան ու գործ չունեք, պարզապես քնեք եւ վարձատրվեք քնի դիմաց։ Պարզվում է աշխարհում կան շատ կլինիկաներ, որտեղ քնի գործընթացի գիտական փորձարկումների համար անհրաժեշտ են մասնակից փորձարկողներ։ Ֆինլանդիայում նույնիսկ կան ընկերություններ, որոնք քնի մասնագետներ են վարձում իրենց մոտ հարմարավետության մակարդակը գնահատելու համար։ Եթե հանկարծ հայտնվեք Ճապոնիայում եւ չկարողանաք հարմար աշխատանք գտնել, կարող եք առաջարկել ձեր ծառայությունները հարսանիքներին որպես հյուր ներկա գտնվելու։ Վճարովի հյուրերի շնորհիվ հարսանիքներին մեծ թվով ճապոնացիներ հակված են հարսանիքն ավելի ճոխ ու մարդաշատ դարձնել։ Կես դրույքով վճարովի հյուր աշխատելը հնարավորություն է տալիս նաեւ անվճար օգտվել հարսանեկան սեղաններից։ Հապուկ կահույքի հարմարավետությունը ստուգելը պարզվում է այնքան էլ հեշտ գործ չէ, հատուկ մասնագետ է պետք։ Նրանց հենց այդպես էլ անվանում են կահույք փորձարկողներ։ Այս մասնագետներին վարձում են կահույք արտադրող ընկերությունները, վաճառքի կենտրոններն ու դիզայներական ընկերությունները։ Կան նաև անկողնային պարագաներ փորձարկող ու ստուգող մասնագետներ, չէ՞ որ առողջ ու որակյալ քնի համար անհրաժեշտ են որակյալ սպիտակեղեն, հարմարավետ ծածկոցներ ու ներքնակներ։ Հեքիաթից մինչև իրականություն, կերպար, որով մեր օրերում կարող են հիանալ թե մեծահասակները, թե փոքրերը։ Պրոֆեսիոնալ ջրահարս։ Նրա պահանջարկը մեծ է աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում, որտեղ որակյալ ու հետաքրքիր ժամանցն առօրյայի անբաժանելի մասն է կազմում։ Հատուկ ձկնային դպրոցն ավարտած ու պրոֆեսիոնալ ջրահարսի ավարտական վկայագիր ստացած ջրահարսներ կարելի է տեսնել թե հյուրանոցներում ու ակվապարկերում, թե հսկայական ակվարիումներում ու ժամանցային համալիրներում, չհաշված զանազան նկարահանումների ստուդիաներն ու կինոինդուստրիան։ Ամերիկուհի այս ջրահարսի խոսքերով հեքիաթային կերպարն օգնում է բարձրացնել ինքնագնահատականը, դառնալ ավելի ինքնավստահ, լավատես ու անկալի։ Հավերժ հարսնաքույր կամ հարսնաքույր forever, հատկապես լատինամերիկյան երկրներում խնդիր չէ միշտ ժպտերես ու բարյացակամ հարսնաքույր ունենալը, չէ որ խոսքը պրոֆեսիոնալ մասնագետի մասին է։ Հարսնաքույրեր տրամադրող գործակալությունները ձեր կյանքի ամենահիշարժան օրը կարող են հարսնաքույր տրամադրել 300-ից 2000 ԱՄՆ դոլարի դիմաց։ Դա կախված է ժամերից, հասցեի հեռավորությունից, հագած զգեստից ու արդուզարդից եւ հարսնաքրոջից պահանջվող ծառայություններից։
Իսկ ժամանակակից Չինաստանում հարսանիքի ողջ ընթացքում հարսնաքույրն առանցքային դերակատարում ունի։ Այսօր արդեն հարսանիք կազմակերպող մոտ 100 ընկերություններ առաջարկում են հարսնաքրոջ ծառայություններ՝ դիմահարդարում կատարել, ալկոհոլ խմել, դիմանալ կոպիտ հյուրերին, լինել միշտ բարեհամբույր, լուսանկարել, հոգ տանել հարսին եւ կատարել այլ առաջադրանքներ։ Պետք է խոստովանել, որ պրոֆեսիոնալ հարսնաքույրերը հաճախ նաեւ ստիպված են անցնել շատ տհաճ իրավիճակների ու փորձությունների միջով։ Եթե դուք ինքնամոռաց կենդանասեր եք, ապա ասենք, որ կատուներից, շներից ու պանդաներից բացի կարող եք սիրել ու հոգ տանել նաև ջայլամների մասին։ Նախ պետք է հսկել ու հոգալ հսկա թռչունների ձվերի մասին, ապա դառնալ նորածին ջայլամների դայակ։ Ասենք ավելին, ջայլամի դայակ լինելու եւ նրանց հետ անցկացրած հաճելի ժամերի դիմաց դուք նույնիսկ ստանաք աշխատավարձ, բավականին կլորիկ գումար։ Ահա այսպիսի անսովոր ու զարմանալի աշխատանքներ։ Ինչքան տարբեր են մարդիկ, Ճապոնիայում մարդիկ չկա, որ հարսանիք հրավիրեն, հյուրեր են վարձում փաստորեն, իսկ մեր մոտ խնդիրը թե ում չհրավիրես։ Թե ինչպես անել առհասարակ հարսանիք առանց մեծարան։ Հիմա երևի Ճապոնիայում էլ է խնդիր, բայց նրանք կարող են իրենց թույլ տալ 10 հոգով հարսանիք անել, Հայաստանում դա դժվար է։ Իսկ թվում է կամաց կսովորեն, որովհետև այ ելք չկա։ Մենք պետք է սովորենք, այո։ Մեծականակից դուրս գանք եւ 5 հոգով աչքերս մեջ տխրությունը երևաց մենք դժվար դե տեսնենք լավ գնացինք առաջ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 2020 թվականի մայիսն ամենատաքն է եղել ցամաքում եւ օվկիանոսի օդի միջին գլոբալ ջերմաստիճանը 0.63 աստիճանով բարձր է եղել միջին ցուցանիշից զգացիք դա դուք ձեր մաշկի վրա Անցած ամիս բարձր ցուցանիշներ են գրանցվել հատկապես Սիբիրում, Ալյասկայի արևմուտքում, Չիլիում եւ Արգենտինայում։ Այ այնտեղ հաստատ զգացած կլինի։ Ոչնդե։ Բայց կարող են գալ մեզ մոտ եւ նշել, որ շաբաթօրը Գորիսում Սիբիրն էր մեզ ամենամոտիկը։ Իսկ շաբաթօրը Գորիսում ուժեղ կարկտահարություններ եղել Գորջան։ Ցավոք սրտի, այո։ Հենց Սիրանը պետք է գա, կարկուտները արթնանում են։ Խնդրեմ, տեսանյութ հրապարակել էր Հայաստանի Հանրապետության ային հիդրոմետեորոլոգիական օդանավթաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը մեր բոլորի Սուրենյան, ինչ գործ ունեի Գորիսում շաբաթօրը։ Նա կարողան մեր ճիշտ պահին լինել այնտեղ, որտեղ որ ուղարկում են հատուկ տեսանյութեր, որտեղ ինչ լինում է, ասում են պարոն Սուրենյան, նայեք ինչ է կատարվում։ Ինձ թվում է, որ այդպես, այո, բոլորը ուղարկում են պարոն Սուրենյան։ Իսկ թե ինչ է սպասվում այսօր, մեզ մոտ կպարզենք մեր գործընկերուհուց Մարիամ Բարիլույս։ Բարիլույս։ Կապ հաստատել ես պարոն Սուրենյանի հետ։ Այո, կապ կա եւ այսօր մեզ մոտ տաքուր է լինելու, ջերմաստիճանը բարձր կլինի, առանց տեղումների եղանակ է սպասվում։ Ինչպես նաեւ տրամադրությունը հուսանք։ Լսենք օրվա եղանակը։ Շնորհակալություն։ Հանրապետության տարածքում այսօր եղանակը կպայմանավորվի անտիցիկլոնի ազդեցությամբ, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն այսօր էապես չի փոխվի։ Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ստեփանակերտում ցերեկը կգրանցվի 29, գիշերը 16 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մեղրիում ցերեկը կլինի 34 աստիճան տաքություն, գիշերը 17, Կապանում ցերեկը կլինի 31 աստիճան տաքություն, գիշերը 15, Գորիսում ցերեկը կլինի 24 աստիճան տաքություն, գիշերը 10։ Վայոց ձորի մարզում օրը կանցնի առանց տեղումների։ Ջերմուկ քաղաքում ցերեկը կլինի 24 աստիճան տաքություն, գիշերը 8, Եղեգնաձոր քաղաքում ցերեկը կլինի 33 աստիճան տաքություն, գիշերը 16։ Գեղարքունիքի մարզում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտունիում ցերեկը կլինի 24 աստիճան տաքություն, գիշերը 8, Գավառում ցերեկը կլինի 24 աստիճան տաքություն, գիշերը 7, Սևանում ցերեկը կլինի 23, գիշերը 9 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հրազդան քաղաքում ցերեկը կլինի 25 աստիճան տաքություն, գիշերը 6, Աբովյան քաղաքում ցերեկը կլինի 30 աստիճան տաքություն, գիշերը 15։ Արարատյան դաշտում օրը կանցնի առանց տեղումների։ Արարատի մարզի Արարատ քաղաքում ցերեկը կլինի 33 աստիճան տաքություն, գիշերը 16, Արտաշատում ցերեկը կլինի 32 աստիճան տաքություն, գիշերը 15։ Արմավիրի մարզում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում ցերեկը կլինի 32 աստիճան տաքություն, գիշերը 15, Վաղարշապատում ցերեկը կլինի 33 աստիճան տաքություն, գիշերը 16։
Արագածոտնի մարզում օրը կանցնի առանց ստեղումների, Աշտարակ քաղաքում ցերեկը կլինի 32 աստիճան տաքություն, գիշերը 16, Ապարանում ցերեկը կլինի 24 աստիճան տաքություն, գիշերը 8։ Տավուշի մարզում օրը կանցնի առանց ստեղումների, Իջևան քաղաքում ցերեկը կգրանցվի 32 աստիճան տաքություն, գիշերը 16, Դիլիջան քաղաքում ցերեկը կլինի 29 աստիճան տաքություն, գիշերը 10։ Լոռու մարզում սպասվում է առանց ստեղումների եղանակ, Վանաձոր քաղաքում ցերեկը կգրանցվի 28 աստիճան տաքություն, գիշերը 10, Տաշիրում ցերեկը կլինի 25 աստիճան տաքություն, գիշերը 7։ Շիրակի մարզում նույնպես օրը կանցնի առանց ստեղումների, Գյումրիում ցերեկը կլինի 26 աստիճան տաքություն, գիշերը 8, Աշոտսկում ցերեկը կլինի 23 աստիճան տաքություն, գիշերը 5։ Անդրադառնանք մայրաքաղաքին, սպասվում է առանց ստեղումների եղանակ, Քամին հարավային է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, մթնոլորտային ճնշումը 670 մմ սնդիկիսյուն, օդի հարաբերական խոնավությունը ցերեկը կլինի 40%, օդի ջերմաստիճանը Շենգավիթում և կենտրոնում, ցերեկը սպասվում է 33 աստիճան տաքություն, գիշերը 16, Ավանում ցերեկը կլինի 31 աստիճան տաքություն, գիշերը 15։ Եղանակային կանխատեսումները այսօր այսպիսին էին։ Անահիտ Գոր։ Շնորհակալություն Մարիամ։ Շատ շնորհակալություն։ Մաղթում ենք քեզ բարձր տրամադրություն, ինչպիսին կարծես թե եղանակն է։ Լավ ջերմ օր։ Մերսի։ Հաջողություն։ Մերսի կարելի ասել։ Այո, իհարկե։ Հաջողություն բոլորին, իսկ մենք շարունակենք։ Հաջողություն բոլորին։ Առողջություն բոլորին։ Այո։ Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան է բացվել։ Մուսալեր անունով թանգարանը գտնվում է Թուրքիայի միակ հայկական գյուղում, Վաքոֆլում։ Գյուղի եկեղեցու հոգաբարձությունների խորհրդի նախագահ Ջեմ Չապարն ասել է, որ թանգարանում ներկայացված ցուցանմուշները պատկերում են ոչ միայն հայկական մշակույթը, այլև արտացոլում այդ տարածաշրջանում բնակվող մյուս ժողովուրդների մշակույթը։ Հարց է ծագում ովքեր են այդ մյուս ժողովուրդները, մի քիչ անհասկանալի է, բայց լավ։ Ինձ ըստ երևույթի Թուրքիայում այլ կերպ հնարավոր չէ։ Դե նա ասել է, որ հավաքածուն կազմելու համար երկար տարիներ է աշխատել, կորոնավիրուսի պատճառով պաշտոնական բացման հնարավորություն տեղի չի ունեցել, սակայն համավարակի ավարտից հետո թանգարանը կբացվի զբոսաշրջիկների համար։ Թանգարանում ցուցադրված են ազգային տարազներ, պատմական իրեր, զարդեր, ինչպես նաև մուսալերցիների հայտնի Հարիսայի մեծ կաթսաները։ Այո, եթե չգիտեք, Մուսալերում միջև հիմա ամեն տարի Մուսալերի ազատագրման, այսպես ասած, այդ օրը։ Հենց Հարիսային էփում եւ ամեն տարի մեկ կաթսա ավելանում է։ Կկառուցվի Արցախը Հայաստանին կապող երրորդ ճանապարհը։ Վերջապես։ Վարդենիս, Մարտակերտ, Գորիս, Ստեփանակերտ ճանապարհներից բացի հայկական երկու պետություններն իրար կկապի նաև Կապան-Հադրութ ճանապարհը։ Այսինքն Հադրութ ավելի արագ կհասնենք, շատ ավելի արագ, մեղմ ասած, այո։ Քան նախկինում։ Այս մասին հայտնել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, երբ արցախցի պաշտոնյաների եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Քաշաթաղ։ Լավ նորություն է, թող ճանապարհները շատ կառուցվեն, թող ճանապարհները շատանան եւ մեզ կապող օղակները, երակները ավելի շատ լինեն։ Իսկ Վանաձորում փրկարարները կարողացել են փրկել Փամբակ գետն ընկած կնոջը։ 60-ամյա կնոջը գետը մոտ 13 մետր քշել տարել է, սակայն փրկարարներին հաջողվել է նրան փառկաստոջրից դուրս բերել։ Ուզում հասկանամ, ինչքան արագ են փրկարարները եկեք, թե ինչքան դանդաղ է Փամբակը, թե փրկարարները այդտեղ Ինձ թվում է Փամբակը վարար է եղել, պարզապես փրկարարները արագ են գործել։ Կնոջ վիճակը նորմալ է, անգամ հոսպիտալացման կարիք չի եղել եւ փառկաստո։ Լավ, դե ամեն ինչ լավ է։ Զգուշ եղեք, գետերը վարար են, այո, լորեցին։ Ահա այսպիսի դրական փոփոխություններ եւ դեպքեր են գրանցվել անցած շաբաթ, բայց մենք կարող ենք նաեւ դիտել մեր սիրելի բարի լուրեր էջը, որտեղ Աննա Գարեգինյանը ել ավելի ծաղկաքաղ է արել։ Բարիացրել է մեր անցած շաբաթ բարի իրադարձությունները։ Գնացեք։ Բարև երկուշաբթի, քանի դեռ չեք հասցրել համացանցում փնտրել ու գտնել հերթական ավտովթարի կամ ահաբեկչության մասին լուրը, մենք ձեզ կպատմենք անցնող շաբաթվա ամենադրական, բարի եւ ոգևորող դեպքերի եւ հերոսների մասին։ Համավարակի դեպքերի թվերի ավելանալու հետ մեկտեղ շաբաթվա քրոնիկոնում գտնում ենք նաև վառ ներկված եւ ուրախ նորություններ։ Դրանցից առաջինի հեղինակը 1919 թվականին ծնված 101-ամյա Նազանի տատիկն է, ով դարձել է կորոնավիրուսին հաղթողներից մեկը։
Մինչ մեր հայրենակիցները հաղթում են համավարակին, խելացի հայերը ստեղծում են նոր ախտահանող լվացող նյութ։ Այն ստեղծել են Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում։ Փորձարկումները ցույց են տվել, որ բիօքսիլ 2 կոչվող նյութը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում տարածքների, մակերևույթների, իրերի ախտահանման համար։ Դրսում ես եւ չունես պաշտպանիչ դիմակ, հոգ չէ, քանի որ դիմակներն այսուհետ կարող եք ձեռք բերել նաեւ ինքնաշխատ տաղավարներից։ Դրանց թիվը առաջիկայում հասնելու է 50-ի, այնպես որ կրիր դիմակ եւ փրկիր կյանքեր։ Ուրախալի լուրերի հետքերը մեզ տանում են դեպի Համոսահյանի ծննդավայր Լոր գյուղ։ Այստեղ լուսավորության բնապահպանության պահանջներին համապատասխան LED համակարգ է կառուցվել։ Լուսավորվել են գյուղի կենտրոնական փողոցի մի հատվածն ու երկրորդական փողոցները։ Տարածքը ներառում է նաև անվանի բանաստեղծի տուն-թանգարանը։ Տեղափոխվենք Արմավիրի մարզ, Սարդարապատ համայնքում կապահովվի շուրջ 1000 հեկտար հողատարածքի անվտանգ եւ արդյունավետ մշակում։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կտեղադրվեն 10 հակակարկտային կայան։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 20 միլիոն 100 հազար դրամ։ Այժմ շաբաթվա բարեգործությունների մասին։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բարերար Միքայել Վարդանյանը 93 միլիոն դրամ է ուղղել սոցիալապես անապահով ընտանիքներին։ Մասնավորապես գումարը փոխանցվել է Երևանում բնակվող սոցիալապես անապահով նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 468 անչափահաս երեխայի կարիքները հոգալու համար։ Եվս մեկ բարեգործություն, որը երջանկացրել է Կոտայքի եւ Իջևանի սոս մանկական գյուղերի երեխաներին։ Նրանք կստանան պլանշետներ եւ ինտերնետ դասերից հետ չմնալու համար։ Եվ վերջում շաբաթն ամփոփենք մշակութային ուրախալի նորություններով։ Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնի ծրագրում ընդգրկվել է Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Թեև համավարակի պատճառով փառատոնը չեղարկվել է, կազմկոմիտեն որոշել է հայտարարել մրցութային ֆիլմերի պաշտոնական ընտրության արդյունքները։ Արցախյան թեմայով ֆիլմը Հայաստանի, Բելգիայի եւ Ֆրանսիայի համատեղ արտադրությունն է։ Բարի եւ լավ լուրերին կարող ենք նաեւ միացնել Գեղամյանի գոլը, որ դարձավ լավագույն գոլ Բելարուսիայի մայիս ամսվա, եւ Բաբայանը մեր, որը արդեն երկրորդ խաղում անընդմեջ գոլը հեղինակ է դառնում Դանիայի առաջնության։ Այս օրերին ինչքան հնարավոր է շատ մեծ բարությունը պետք է եւ կարծում եմ սա էլ շատ լավ նորություններ կորջանապես։ Գեղամ Կադիմյանի գոլ, այո, Գեղամ Կադիմյանը եւ Բաբայանի հիանալի խաղը։ Գոլերը շնորհավորելով ասում ենք գովաստ։ Գովաստ, գնացին։ Վերադարձանք տաղավար եւ գորի համար եւ ոչ միայն ուրախալի նորություններ։ Բասկետբոլասեր հասարակության համար, այո։ NBA-ի տնօրենների խորհուրդը հաստատել է մրցաշրջանը վերսկսելու մասին որոշումը։ Այո, վերջապես դա տեղի կունենա Օրլանդոյի Disney World-ում, բոլոր թիմերը, որոնք որ պայքարել են play-off-ի համար, 22 թիմ կխաղան հենց այնտեղ։ Յուրաքանչյուր թիմը 8 խաղ կունենա, դրանց հետո կորոշեն play-off-ի զույգերը եւ իհարկե բացի այդ 16 թիմերից, որոնք մրցաշրջանի դադարեցման պահին գտնվում էին play-off-ի գոտում, մրցաշարին կմասնակցեն նաեւ Նյու Օրլեանը, Պորտլանդը, Ֆենիքսը, Սակրամենտոն, Սան Անտոնիոն եւ Վաշինգտոնը թիմերը։ Դե ինչ, ասեմ, որ ամեն ինչ կսկսի հուլիսի 31-ին, իսկ ավարտվի արդեն հոկտեմբերի 12-ին, ամառը թեժը լինելու եւ աշնանսկիզբը նույնը կարող ենք ասել նաեւ ֆուտբոլի մասին, քանի որ արդեն խոսակցությունները հստակվել են, որ Չեմպիոնների լիգան կարծես թե կանցնի Լիսաբոնում, բոլոր թիմերը այնտեղ կհավաքվեն եւ փոքրիկ Եվրոպայի առաջնություն տեղի կունենա, բայց լավ է, որ կամաց աշխարհը սկսում է տեղաշարժվել։ Հուսանք, որ հենց այդպես է լինելու, որ ոչ մի այլևս արտակարգ իրադարձություններ չեն խանգարի մեզ վայելել մեր սիրած սպորտային իրադարձությունները։
Իսկ իտալական Ռոման ընթացիկ մրցաշրջանում ռեկորդային ֆինանսական վնաս է կրել 126.4 միլիոն եվրո, որը 100 միլիոն եվրո ավելին է, քան նախորդ ժամանակահատվածում։ Բաց պատճառներով է այդ ամեն ինչը տեղի ունենում, ոչ միայն Ռոման է գումարներ կորցնում, այո, անշուշտ բոլոր պրոֆեսիոնալ թիմերը այդ կորուստները ունեն, բայց երևի թե ամեն ինչ հետ կգա, Որովհետև բոլոր անկումներից հետո մեր կյանքը սինուսոիդա է, անկումից հետո անպայման վերելք պետք է բարձրանա, կորոնավիրուսի համավարակը իսկապես վրխառնեց բոլոր ծրագրերը եւ որոշակիորեն փոխեց մարդկանց աշխատանքի բնույթն ամբողջ աշխարհում։ Իսկ մեր հաջորդ տեսանյութն անդրադարձել է լրագրողի բարդ ու հետաքրքիր մասնագիտությանը։ Աշխարհի երկրորդ ամենահին մասնագիտությունը, 4-րդ իշխանությունն ու հասարակության խոսափողը, ձեր լրատվական օրակարգի հեղինակներն ու նյուսֆիդի թելադրողները, մեկ բառով լրագրողներ։ Ժուրնալիստիկայի ստեղծման արմատները մեզ տանում են հին Հունաստան, որտեղ սուրհանդակները շրջում էին եւ նորություններ հայտնում ժողովրդին։ Հռոմում էլ Հուլիոս Կեսարի հրամանով ստեղծվեցին հատուկ գիպսետախտակներ, որոնց վրա գրում էին սենատի որոշումները եւ տեղադրում Հռոմի հրապարակում, չպատկերացնելով անգամ, որ հիմք են դնում ժուրնալիստիկայի բարդ աշխատանքին։ Առաջին տպագիր թերթերն ի հայտ եկան 16-ից 17-րդ դարում Եվրոպայում։ Դրանք ունեին աղքատիկ բովանդակություն, քիչ պարբերականություն եւ հրատարակվում էին ոչ թե լրագրողների, այլ ուսուցիչների եւ քահանաների կողմից։ Հանուն ազնվության ասենք, որ մեր օրերում էլ լրագրողի դերում կարող է լինել ցանկացածը, վարչապետից մինչև պահակ։ Իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն էլ թույլ է տվել անգամ թերթերին տեղավորվել մեր սմարթֆոնների մեջ, լուրերը դարձնելով մեր կյանքի անբաժան մասը։ Ժուրնալիստի գայթակղիչ, բայց նաև դժվար աշխատանքը 21-րդ դարում հետևորդների պակաս չունի։ Ժուրնալիստիկայի հետքերով է գնացել նոր այրը, անկախ իր կամքից։ Հիմա արդեն լրագրությունը նրա համար ապրելակերպ է։ Ես դեռ չծնված ժամանակ մայրիկիս հետ արդեն հաճախում էի Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի դասերին, քանի որ նա ինձ նոթակի էր, երբ ուսանողուհի էր, ու կարելի ասել հենց այդ օրերից 1998 թվականից արդեն սեր էր առաջացել ժուրնալիստիկայի նկատմամբ, որը հետո վերածվեց արդեն մեծ ցանկության աշխատելու լրագրության ասպարեզում։ Լրագրողի աշխատանքի մասին Դավիթի պատասխանը մի քիչ ավելի իրատեսական է։ Ինձ համար ժուրնալիստիկան աշխատանք է, որով զբաղվում եմ, որ օգնում ինձ գումար վաստակել ու ապրել։ Այս ամենի հետ մեկտեղ սպորտային լրագրող Դավիթի համար այն նաև այլ նշանակություն ունի։ Հաճույք է պարգևում, որ կարողանում, չգիտեմ, ինչ-որ ռեպորտաժներ պատրաստել ֆուտբոլային, ինչ-որ նյութեր գրել, ինչ-որ հարցազրույցներ վարել, հետաքրքիր ու դրանք հրապարակել, որովհետև, չգիտեմ, հոգեարազատ է։ Լրագրողի մասնագիտության գրավչությունը Լիլիի համար էլ մարտահրավերներն են եւ բացի դա մենք լրագրողներս կարծես թե լինենք կապող օղակ ինֆորմացիոն առիթի եւ մարդկանց միջեւ։ Ինձ դուր է գալիս մեր մասնագիտության պարզությունը, այսինքն ինչքան էլ բարդ փորձեն պաշտոնյաները անհատները ներկայացնեն ինչ-որ մի իրավիճակ, մենք այսպես կծիկը քանդում ենք եւ փորձում ենք ներկայացնել այդ իրավիճակը հնարավորինս պարզ, հնարավորինս հասկանալի ու հնարավորինս մատչելի։ Ֆուտբոլային կծիկների քանդողներից մեկն էլ Արմանն է։ Մի առանձնահատկություն ունի մարզական լրագրությունը, որ այստեղ աշխատող մարդիկ 90-95%-ը կարող եմ ասել, իրենց գործի իսկական ֆանատներն են, այսինքն նրանք նախ սիրում են օրինակ ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս եւ կամ ուրիշ այլ սպորտաձև, հետո նոր այդ ոլորտում աշխատում են։ Դա շատ կարեւոր է, քանի որ եթե դու ֆանատի պես ես վերաբերվում այն ամենին, ինչ անում ես, քեզ հոգեհարազատ է այն թեման, որի շուրջ դու կարելի ասել ստեղծագործում ես, ապա միանշանակ հաջողության ես հասնելու դրա համար, հենց այս մարզական լրագրությունը ինձ շատ գրավեց ու ես կարծում եմ, որ սխալ ընտրություն չեմ կատարել։ 21-րդ դարում շատերի կարծիքով լրագրող լինելու համար պարզապես պետք է բջջային հեռախոս եւ ինտերնետ, սակայն պրոֆեսիոնալ լրագրողների համար կան նաեւ այլ կարեւոր սկզբունքներ։ Լրագրողներն այն մասնագետներն են, լրագրությունն այն մասնագիտությունն է, որը կարողացավ հեշտ համակերպվել, հարմարվել այս իրավիճակին եւ աշխատել այս իրավիճակում։ Այսօր բազմաթիվ լրագրողներ աշխատում են տնից
անցկացնում են հեռավար հարցազրույցներ, վարում են հեռավար հաղորդումներ ու իրենց աշխատանքը չի խոչընդոտում համավարակը։ Եվ ժուրնալիստիկան այսպես քայլ առ քայլ հարմարվում է, ամեն օր հարմարվում է նոր իրավիճակին ու ամեն օր նոր փոփոխությունների է ենթարկվում։ Ինձ ժողովրդացնում է այն, որ այսօր մեդիան օգտագործվում է որպես պրոպագանդայի միջոց, հա, ու շատերը, հա, շատ լրագրողներ հենց այդ ուղղությունն են ընտրել, ինչը ամենևին էլ ընդունելի չէ։ Ազատ լինելով հանդերձ, մենք պետք է ցանկացած լրագրող, իմ կարծիքով պետք է անաչառության գործոնը պահի, այսինքն պետք չէ միշտ ներկայացնել ամեն ինչ ինչպես հարիր է ղեկավարներին, այլ պետք է նաև մտածել հանրության մասին ու ներկայացնել ամեն ինչ այնպես ինչպես կա։ Տեղեկատվական հոսքը շատ է, դժվար է զանազանելը կարևորն ու անկարևորը ու ինչը ինձ այդքան էլ դուր չի գալիս, ավելի ճիշտ կլինի ասել դա իմը չէ, այդ մրցավազքը միշտ առաջինը լինելու, լուրը նորությունը առաջինը մատուցելու ես ավելի շատ նախընտրում եմ հետ հայացք գցել տարբեր իրադարձությունների վրա, որոշակի վերլուծություններով հանդես գալ ու փորձել հասարակությանը մատուցել կոնկրետ հարցի շուրջ, ինչն է կարևոր, ինչը ոչ կարևոր ու ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Դե իսկ եթե դեռ մտածում եք ընտրել այս մասնագիտությունը թե ոչ, ապա երիտասարդ լրագրողների խորհուրդները գուցե ձեզ օգնեն կողմնորոշվել։ Կարելի է ասել այլ մասնագիտություն ընտրելու հնարավորություն չեմ ունեցել, քանի որ ծնվել եմ մեծացել եմ լրագրողների ընտանիքում, այս մթնոլորտում հայրս եւ մայրս նույնպես լրագրողներ են, իրենք իհարկե չեն բռնացել մասնագիտություն ընտրելու հարցում իմ կամքին։ Ես դա խորհուրդ կտամ, եղեք վրպտող, եղեք ձեր նպատակի հետևից միջև վերջ գնացող ու հաստատ դուք հասնեք ձեր նպատակին, հավատացեք, նույնիսկ եմ գրկանում ինչ որ մի բան դառնալու համար դուք որևէ մեկի խորհրդի կարիքը չունեք, եթե որոշել եք դառնալ, ուրեմն գնացեք ու դարձեք։ Երկրորդը, որ պետք է ցանկացած իրավիճակում պահպանել մարդկային արժանինքները ու լրագրության մեջ էլ դա շատ կարևոր է, երբեք որևէ ձեր կարծիքով տվյալ պահին դրական բանի համար ձեր մարդկային արժեքներին մի դավաճանեք։ Չդավաճանելով սկզբունքներն իսկական լրագրողները շարունակում են ձեռքը պահել իրադարձությունների զարկերակին, ուշադիր լինելով յուրաքանչյուր ասված խոսքին, քանի որ ամեն բառը կարող է դիմացինին դարձնել եւ հերոս, եւ թշնամի։ Աննա Գարեգինյան, Առավոտը շանթում։ Լրագրողի բարդ մասնագիտության մասին խոսեցինք, բայց շատ պայծառ, հետաքրքիր ու գրագետ երիտասարդներ էին, ովքեր ունեին իրենց տեսանկյունը, որոնք որ միգուցե փոխեն նաև լրագրողությունը մեր երկրում։ Եվ այն խնդիրները, որոնք այսօր կան լրագրողության աշխարհում։ Իսկ մենք շարունակենք նորությունները գոր կրկին այս անգամ Յուվենտուսից ենք խոսում։ Այո, Յուվենտուսից եւ ավելի շիշտ ոչ թե Յուվենտուսից, այլ Կրիստիանո Ռոնալդոից, որը որ դարձավ ֆուտբոլիստ, առաջին ֆուտբոլիստը պատմության մեջ, որը որ վաստակել է իր կյանքի կարիերայի, ֆուտբոլային կարիերայի ընթացքում $1 միլիարդ եւ ոչ միայն առաջին ֆուտբոլիստ, այլ առաջին մարզիկ, որը որ թիմային սպորտերն է ներկայացնում, քանի որ միջևա դա ինքը առհասարակ երրորդ մարզիկն է պատմության մեջ, միջև դա արել էր Մեյվեզերը եւ Մեյվեզեր բոքսո, այլ ինչպես է Չէ, բրնցքամարտիկ Մեյվեզերը եւ իհարկե Մեյվեզերից բացի դա նաեւ Նադալը, եթե չեմ սխալվում, թենիսիստ, որը որ վաստակել էր 1 միլիարդ։ Իսկ հիմա նաեւ Կրիստիանո Ռոնալդոն վաստակել է 1 միլիարդ 600 Եվ Forbes-ը անդրադարձել էր նրան այդ կապակցությամբ 650 միլիոնը նա աշխատավարձներն էր, 350 միլիոն նա ստացել է որպես գովազդի համար, ասեմ որ եթե չգիտեք, եթե ուզում եք որ Կրիստիանո Ռոնալդոն գովազդի օրինակ ձեր հացի փուրը իր Instagram-յան էջում, ուրեմն մեկ նկարի համար պետք է վճարեք ընդամենը 1 միլիոն եվրո եւ ձեր հացի փուրը գովազդի Կրիստիանո Ռոնալդոն։ Եվ կարիք երբևէ չեք ունենա, չէ՞, եթե դուք այդքան գումար արդեն իսկ ունեք։ Այո, նոր մտածել որ Կրիստիանո Ռոնալդոն կարող է Ռոմայի բոլոր հարցերը լուծել։ Այո, ասես տղեկին մի քիչ փող տվեք։ Ոչ միայն հարցերը, այլ նաև հացերը այս բարակայում, եթե նրան պատվիրեն։ Լավ, Forbes-ը նաև 2007 թվականին գնահատել էր Քրքրյանի կարողությունը, ինչ որ գումարներ են քաշվում այսօր, ամսագրի հաշվարկով հայտնի գործարարն ուներ $15 միլիարդ։ 15 անգամ ավելի հարուստ էր Կրիստիանո Ռոնալդոից։ Ընդամենը։ Թե ինչպես Ֆրեզնոյում ծնված Գրիգոր Գրիգորյանը դարձավ մոլորակի ամենահայտնի ու հարուստ մարդկանցից մեկը, այսօր կբացահայտի մեր ֆենոմեն էջը ազգային հերոս Քրքրյանի մասին է։
Գնացինք։ Լաս Վեգասի արծիվ կամ Լաս Վեգասի հայր, բոլորին անհայտ Գրիգոր Գրիգորյան եւ աշխարհին հայտնի Քրք Քրքորյան, ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, բոլոր ժամանակների ամենահարուստ հայը եւ 2007 թվականին Ամերիկայի ամենահարուստ մարդը։ Ամեն ինչ սկսվեց 98 տարի առաջ 1917 թվականի հունիսի 6-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում։ Միացյալ Նահանգներ գաղթած Ահարոն եւ Լիլիա Քրքորյանների 4 երեխաներից Գրիգորը վերջինն էր։ Ծնվել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սակայն երբ դպրոց գնացի, անգլերեն չգիտեի, որովհետև տանը միայն հայերեն էինք խոսում։ Հայրս մի հսկա կոպիտ մարդ էր, ով երբեք ոչ մեկից ոչինչ չի վերցրել։ Ես ընդամենը 9 տարեկան էի, երբ առաջին անգամ փող տարա տուն։ Թերթեր էի վաճառում եւ զբաղվում էի պատահած ցանկացած աշխատանքով։ Թերթեր վաճառելու հետ զուգահեռ Քրքը սկսում է ավտոմեքենաների բիզնեսը։ Գնելով հին օգտագործված մեքենաներ ներկում ու վաճառում էր դրանք աշխատելով 10-ից 15 դոլար յուրաքանչյուրի դիմաց։ Բայց առաջին միլիոնը նա աշխատեց ոչ մեքենաներից։ Քրքորյանները հաճախ էին փոխում բնակության վայրը եւ Քրքը ստիպված էր ամեն անգամ նորեկ լինել դպրոցում ու ամեն անգամ ինքնահաստատվել։ Դա սակայն ոչ միշտ էր խաղաղ ճանապարհով ստացվում։ Մեծ եղբայրը նշանը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր եւ բռնցքամարտի դասեր էր տալիս։ Քրքը այնքան տարվեց այդ մարզաձևով, որ 8-րդ դասարանում թողեց դպրոցը։ Թերևս նա էլ եղբորպես դառնար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, եթե 1939 թվականի աշնանը չհանդիպեր Թեդ Օֆլայերտին։ Օֆլայերտը զբաղվում էր պատիվ արարանների տեղադրմամբ եւ Քրքը օգնականի աշխատանքի անցնում նրա մոտ, աշխատելով ժամում 45 ցենտ։ Հենց Թեդը նրան իր հետ մասնավոր թռիչքադաշտ տարավ եւ առաջարկեց թռչել։ Կյանքում առաջին անգամ Քրքը օդ բարձրացավ, տեսավ երկիրն ու օվկիանոսը վերևից եւ առանց տատանվելու կատարեց իր ընտրությունը։ Պարզապես իմ կյանքում ամեն ինչ արագ ընթացավ։ Սկզբում ես թռչել սովորեցի, հետո սկսեցի մարդկանց թռչել սովորեցնել։ Այնուհետև սկսեցի սովորեցնել ուսուցիչներին ինչպես թռչել սովորեցնեն մարդկանց, ու ողջ կյանքս անցավ այդպես։ 1940 թվականին նա ուղևորվում է Մոհավի անապատ, որտեղ այժմ գտնվում է ԱՄՆ-ի Էդվարդս ռազմաօդային բազան։ Սովորելու համար գումար չունեմ եւ կրթություն նույնպես չունեմ, սակայն ես պետք է թռչեմ։ Դուք կօգնեք ինձ։ Ռազմաօդային բազայի տնօրեն Բերսը օգնում է 6 ամիս անց Քրքորյանը ստանում է օդաչուի որակավորում եւ աշխատանքի անցնում Մոնտրեալում։ Նրանք վճարում էին այնպիսի գումարներ, որոնց մասին ես անգամ երազել չէի կարող, $1000 մեկ թռիչքի դիմաց։ Մեր նպատակն էր հասցնել կանադական ռմբակոծիչները Լաբրադորից Շոտլանդիա, սակայն այդ թռիչքները անչափ վտանգավոր էին եւ 4-ից միայն մեկն էր հետ վերադառնում։ 2.5 տարվա ընթացքում Քրքորյանը տեղափոխում է 33 ինքնաթիռ եւ հենց այդ գումարներով սկիզբ է դնում Քրքորյան գործարարի ֆինանսական գործունեությանը։ 1945 թվականի հուլիսին սկսում է իրականացնել մասնավոր չարթերային չվերթներ։ Հետո գալիս է նաեւ Վեգասյան շրջանը։ 40-ից 50-ական թվականներին Քրքորյանին այնտեղ գիտեին որպես հմուտ խաղացողի։ Ի վերջո, թողնելով խաղալը, նա տրվում է ավելի հետաքրքիր ֆինանսական խաղերին։ 1947 թվականին Քրքորյանը $60,000 գնում է Los Angeles Air Service փոքրիկ չարթերային ավիաընկերությունը եւ վաճառում 1968 թվականին $104 միլիոն։ Կար ժամանակ, երբ իմ նպատակը $100,000 վաստակելն էր։ Հետագայում ես սկսեցի մտածել, որ հաջողության հասած կլինեմ, եթե վաստակեմ $1 միլիոն։ Հիմա դա էլ աչքիս փող չէ։ 1965 թվականին դառնում է ԱՄՆ հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերը, ապա նա իրականացնում է Լաս Վեգասի պատմության մեջ ամենահաջողակ հողային գործարքը՝ $4 միլիոն եկամուտ միայն վարձով տալով 80 ակր հողատարածքի առանձին կտորները։ Հետո գալիս է արդեն հյուրանոցային բիզնեսի շրջանը՝ MGM Flamingo International։ 1969 թվականին Քրքորյանը մտնում է նաև հոլիվուդյան կինոարտադրության աշխարհ, գնելով Metro Goldwyn Mayer-ը, ապա United Artists-ը, Columbia Pictures-ը եւ այլ կինոընկերությունների արժեթղթեր։
Նա նաև Chrysler և General Motors ընկերությունների բաժնետեր էր։ Հաջողության հասնելու համար այն էլ առանց ուրիշ օգնության պետք է սկսել վաղ տարիքից։ Իմ դեպքում դա 9 տարեկանն էր, երբ ես ընտանիքիս օգնելու համար սկսեցի գումար վաստակել։ Այդ ժամանակ անբացատրելի մղումով ես առաջ էի շարժվում։ Դա մի զգացողություն է, որը կարծում եմ ավելի ուժեղ է առաջ մղում, քան ժառանգություն ստացած ցանկացած կարողություն։ Ֆինանսական կյանքի պես բուռն էր նաև Քրքորյանի անձնական կյանքը, որը սկսվեց 1943 թվականին։ Առաջին կինը մասնագիտությամբ ատամնաբույժ Հիլդա Սմիթն էր, ում հետ ապրեց 9 տարի։ 1955 թվականին ամուսնանում է երկրորդ անգամ նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ։ Այդ ամուսնությունից Քրքորյանը ունենում է մեկ դուստր Թրեյսին եւ որդեգրում եւս մեկին՝ Լինդային։ 29 տարի անց Քրքորյանը կրկին ամուսնալուծվում է, բայց անգամ պապիկ դարձած Քրքորյանի հետ ամուսնացող քանակը բավական մեծ էր, չէ՞ որ նա ի վերջո Beverly Hills-ի ամենահարուստ բնակիչներից մեկն էր։ 2015 թվականի հունիսի 6-ին նա դարձավ 98 տարեկան։ 10 օր անց հունիսի 16-ին նա մահացավ։ Ըստ էության ես համեստ մարդ եմ, չեմ սիրում խոսել հաջողության հասնելու հնարքների մասին։ Ես կարող եմ սխալվել։ Հավատում եմ, որ 30 տարվա փորձը պարտադիր պայման չէ հաջողության հասնելու համար։ Կարևորը ողջամիտ լինելը եւ լավ տրամաբանություն ունենալն է։ Իսկ կյանքի գլխավոր ծրագիր ես երբեք չեմ ունեցել։ Պարզապես ես հաջողակ մարդ եմ, ով միշտ քրտնաջանորեն աշխատել է ու միշտ անկեղծ է եղել մարդկանց հետ։ Տնտեսագետները, եթե լավ գործարարներ լինեին, հարուստ մարդիկ կլինեին, այլ ոչ թե հարուստ մարդկանց խորհուրդներ տվող փորձագետներ։ Այսպես էր կարծում կրթություն չստացած, բայց բնատուր տնտեսագետ Քրքորյանը։ Իրինա Մկրտչյան, Առավոտը շանթում։ Եվս մեկ ֆենոմեն բացահայտեցինք Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Քրքորյանի մասին։ Իհարկե, եկեք չմոռանանք, որ եթե չլիներ Քրքորյանը, այսօր միգուցե չլիներ նաև այնպիսի Լաս Վեգասը, ինչպիսին մենք հայերս եւ ոչ միայն հայերս սիրում ենք, այո։ Սիրում ենք եւ ունենք եւ վայելում ենք։ Իսկ այս պահին գովազդ մեր եթերում։ Գովազդ։ Վերադարձանք տաղավար եւ շարունակենք նորությունները։ Վիետնամի մայրաքաղաքում 5 աստղանի հյուրանոց է բացվել, որի եւ դրսի եւ ներսի որոշ հատվածներ ոսկով են պատված։ Մամա ջան։ Dolce Hanoi Golden Lake անունով հյուրանոցը 25 հարկ ունի։ Հյուրանոցի ներսի դռները, պատերը, առաստաղը, ինտերիերի այլ տարրեր, ինչպես նաև ճակատային հատվածի որոշ մաս 24 կարատանոց ոսկով է պատված։ Հիմա տեսնում ենք նկարները այդ ոսկու, հյուրանոցի շինարարության համար 10 տարի է պահանջվել, դրանում ընդհանուր 342 համար կա, որոնցից շատերում կահույքը, լոգարանները եւ անգամ զուգարանակոնքերը ոսկեզոծ են։ Իհարկե ես չեմ հասկանում այս ամենի իմաստը անկեղծորեն։ Ես չեմ հասկանում, իհարկե կարելի է վերցնել ձեռքի հետ ինչ-որ գործիք, որ տաշես այդ ոսկին հետո տանես։ Մնացածը անիմաստ է, գեղեցկությունը իսկապես որ ոսկու մեջ չէ։ Հավատացեք, իսկ այս պահին ոսկի տեսահոլովակ ենք ձեզ առաջարկում միասին վայելել, երաժշտական դադար է մեր եթերում։ Երաժշտական դադար, պարելով գնացինք դեպի պայծառ ապագա։ Պարզապես հրաշալի է դասական ստեղծագործությունը նորովի լսելու եւ ճիշտ էի ասում, էլի ոսկի ձեռքեր ունեն, տեսնում ես տղաների ինչեր արեցին։ Ոսկի 6 ձեռքով Վիվալդի լսեցինք, Շուբերտին այսօր հիշեցինք, Արամել Իշխաչատրյանին, Վիվալդի նոր տարվա եղանակները այցելեցին մեզ։ Երաժշտության այսպեսի առավոտ։ Եթերը եւ ես շատ գոհ եմ դրանից, կարծում եմ մեր հեռուստատողը նույնպես։ Գնացինք առաջ։ Բավտա TV Awards մրցանակաբաշխության առաջադրված անվանակարգերի թվով առաջատարը Չեռնոբիլ սերիալն է։ Ամբողջ պատմության մեջ առաջատարն է, քանի որ նա ներկայացված է 14 անվանակարգում։ Այո, կարծես թե բոլոր անվանակարգերում կա, եթե չեք դիտել Չեռնոբիլ սերիալը, խորհուրդ եմ տալիս իսկապես որ
տպավորիչ է, այսպես ասած։ Մեծատարով գործ է, այո։ Անգլո-ամերիկյան նախագիծը Բավտայի պատմության ընթացքում անվանակարգերի քանակով ռեկորդ է սահմանել։ Նախորդ տարի այդպիսի ցուցանիշ է արձանագրել սպանելով Եվային շունը, մրցանակաբաշխության հանձնման արարողությունը պետք է տեղի ունենար մայիսի 17-ին, սակայն ինչպես գիտենք կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղափոխվել է այս անգամ հուլիսի 31-ին եւ լինելու է on-line, այսինքն չի լինելու ստուդիայից ինչ որ այդ ամեն ինչը տեղի կունենա, հետո մրցանակները կուղարկեն ըստ կհանձնվեն վիրտուալ ձևաչափով, հեռարձակումը կկատարվի փակ ստուդիայից, այնպես ինչպես օրենքը թելադրում է, կարևորը որ մրցանակները կստանան այն մրցանակները կգտնեն իրենց հերոսներին։ Ես համոզված եմ դրանում եւ համոզված եմ որ Չեռնոբիլը կդառնա ռեկորդագիր։ Միգուցե 14 չի ստանա, բայց հաստատ մեծ թվով կստանա։ Ավստրալիացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը իր առանձնատանը մի քիչ անհասկանալի է ինձ այս պատմությունը։ Բենզասղոցով աշխատելիս գլխի վնասվածք է ստացել, ոնց կարելի է բենզասղոցով ինչ որ բան սղոցել եւ գլուխը վնասել։ Դրա բենզասղոցի հետ պետք է կին առհասարակ գործ չունենա։ Ծանր է, ինքը sense ընկել է, հետո եւ գլխի վրա մի քիչ Քեյթ Բլանշեթ բարեբախտաբար դերասանուհին հաջողվել է խուսափել կյանքի եւ առողջության համանդրների հետևանքներից։ Մի մոտեցեք այդ գործիքին։ Ընդհանրապես ես կանանց խորհուրդ եմ տալիս այդ գործիքին չմոտենալ։ Ես լավ եմ վնասվել էի բենզասղոցով աշխատելիս, գիտեմ սարսափելի է հնչում, բայց իրոք ամեն ինչ կարգին է։ Միայն գլխիս վրա մի փոքր քերծվածք է մնացել, հայտարարել է Բլանշետը։ Բլանշետ ջան, ամուր պահեք ձեր գլուխը։ Հիմա այս ամառվա կեսին ինչ ձմեռվա ցախեր կտրատում, ինչ էր անում։ Բացատրություն handmade աներ։ Ծառից կամ փայտից։ Կամ պլաստիկ վիրահատություն էր ուզում կատարել, այո։ Բենզասղոցից հեռու Բլանշետ ջան։ Բենզասղոց։ Փոշեկուլով աշխատելիս վնասվածք ստանալն իհարկե իմ փոքր անհավանական է, բայց էլի հնարավոր է, եթե շատ էլի կարևոր է։ Ընդհանրապես ցանկացած իր կարող է դառնալ զենք, եթե փոշեկուլն է կարելի ականջի դնել։ Շատ այլ կերպ օգտագործենք, հա, կամ փոշեկուլով մեկի գլխին օրինակ խփես։ Չի կարելի այդպես։ Խոսքով կարևոր է որակյալ ապրանք ունենալը, որպեսզի այն լավ փոշին ծծի, այսպես ասած, եւ ոչ թե կուլտա, այո։ Մեր որակի հետքերով էջը այս բանին անդրադարձել է հենց փոշեկուլին, այո, ոչ թե բենզասղոցին։ Ժամանակի պահանջ, արդյունաբերական հեղափոխություն, թե տեխնիկական զարգացում, արդյունքում ձիերին փոխարինելու եկան մեքենաները, աստիճանների կողքին ավելացան վերելակներ, իսկ ավելներին լրացնելու եկան փոշեկուլները։ Կենցաղային եւ արդյունաբերական, շարժական եւ անշարժ, էլեկտրական եւ ծրագրավորվող, վակուումային, ջրով կամ գոլորշիով աշխատող։ 1860 թվական հուլիսի 10-ը ԱՄՆ արտոնագիր համար 29077, հեղինակ ամերիկացի Դենիել Հես, անվանումը Գորգեր ավլող։ Ահա հենց այսպես է սկսվում փոշեկուլի պատմությունը։ Այսօր արդեն տեսնելով մերօրյա փոշեկուլները դժվար է պատկերացնել, որ դրա նախատիպը կշռել է ավելի քան 92 կիլոգրամ։ Հողովակի երկարությունը հասել է մինչև 240 մետր, իսկ շարժիչն ու պոմպը տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել ձիակառք։ Ինչ խոսք մերօրյա փոշեկուլները անհամեմատ թեթև են ու հարմարավետ, սակայն ինչպիսին պետք է ընտրել, որպեսզի դրանք նաև լինեն անխափան աշխատող։ Հենց այս հարցերի պատասխանները փնտրելու համար էլ մենք այսօր կգնանք փոշեկուլի որակի հետքերով։ «1868 թվականին փոշեկուլի նոր տարբերակ հորինեց ամերիկացի գյուտարար Այվզ Մակգրաֆնին։ Այդ փոշեկուլը համեմատաբար թեթև էր, բայց անհարմար շահագործման առումով, քանի որ անհրաժեշտ էր անընդհատ ձեռքով պտտել բռնակը։ Այնուամենայնիվ Մակգրաֆնին 1869 թվականին ստացավ արտոնագիր, եւ այդ փոշեկուլները սկսեցին վաճառվել $25, ինչն այդքան էլ էժան չէր, եթե հաշվի առնենք, որ $1 համարժեք էր 23 գրամ արծաթի։ Արդեն 1899 թվականին Ջոն Թորմենը ստեղծեց բենզինով աշխատող փոշեկուլը, եւ միայն 1901 թվականին բրիտանացի ինժեներ Հյուբերտ Սեսիլ Բուտը ստեղծեց ժամանակակից փոշեկուլի նախատիպը։
Այն աշխատում էր բենզինով եւ հզորությունն էր 5 ձիաուժ։ Այս փոշեկուլը, որը չափերով հիշեցնում էր մարդատար ավտոմեքենա, ընդգրկվեց բրիտանական գյուտարարների արքայական ամենամյա հեղինակավոր ցանկում որպես դարասկզբի առավել հիմար գյուտ։ Սակայն դա չհիասթափեցրեց ու չխանգարեց, որ 1902 թվականին գյուտարարը հիմնադրեր փոշեկուլներ արտադրող ընկերություն։ Հյուբերտ Բուտի ստեղծած փոշեկուլը տեղափոխում էին ձիերով, տեղադրում դրսում, իսկ տունը մաքրում 20 մետրանոց ճկուն խողովակների միջոցով։ Արդեն 1908 թվականին հայտնվեց փոշեկուլի նոր մոդել, որի բենզինով աշխատող շարժիչը փոխարինվեց էլեկտրական շարժիչով։ Այն կշռում էր 17.5 կիլոգրամ, իսկ աշխատեցնել արդեն կարող էր ընդամենը մեկ մարդ։ Փոշեկուլի կատարելագործման մեջ շրջադարձային էր նաև 1912 թվականը, սակայն այս դեպքում փոփոխությունները կապված էին ոչ թե փոշեկուլի շարժիչի, այլ կառուցվածքի հետ։ Այդ նոր մոդելի հիմնադիրը լյուքս ընկերությունն է, որը ներկայումս հայտնի է Էլեկտրոլյուքս անվամբ, իսկ հիմնադիրը շվեդ Աքսել Վեներգրենն էր, ով փոշեկուլների փոշին կլանող վակուումային պոմպը փոխարինեց հզոր օդափոխիչով, ինչի շնորհիվ նրա քաշը նվազեց 14 կիլոգրամով։ Սակայն առավել հայտնի դարձավ 1921 թվականին արտադրված մոդել V-ն։ Այս մոդելի մետաղական մասը տեղադրված էր փոքր անիվների վրա, որին միանում էր խողովակը ներքաշող խոզանակով։ Ի դեպ, մինչև 20-րդ դարի վերջերը հենց այս մոդելն էր հիմք հանդիսանում մի շարք արտադրողների համար նոր փոշեկուլներ ստեղծելիս։ Փոշեկուլի համար մյուս շրջադարձային փուլը 20-րդ դարավերջին էր, երբ 1997 թվականին BBC հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Էլեկտրոլյուքս ընկերության ներկայացրած ռոբոտ փոշեկուլի նախատիպը։ Արդեն 2000-ական թվականներից շատ ընկերություններ սկսեցին արտադրել ռոբոտ փոշեկուլներ։ Ընդամենը 30 տարի առաջ փոշեկուլը հայերիս համար դեռ շքեղություն էր, իսկ այսօր արդեն այն պարզապես համարվում է անհրաժեշտություն։ Սովորական ծրագրավորվող անգամ ռոբոտ փոշեկուլներ, սիրելի կանայք, հիմա դուք ձեր հարևաններին չեք զարմացնի փոշեկուլ ունենալ կամ չունենալով, այլ դրա բազմաֆունկցիոնալությամբ։ Բայց այնուամենայնիվ մեզ համար կարևորը շարունակում է մնալ փոշեկուլի երկարատև անխափան աշխատելը։ Որոնք են դրա անխափան աշխատանքի նախապայմանները եւ ինչ հարցեր ունեն սպառողները դրա որակի հետ կապված։ Փոշեկուլը ինչպես պահել։ Ծանր թե պետք է լինի փոշեկուլ։ Ինչպես ընտրել որակյալ փոշեկուլ։ Ինչպես ընտրել որակյալ փոշեկուլ եւ ընտրելիս ինչին դարձնել ուշադրություն այս հարցերի պատասխանները կգտնենք Անի Ներսիսյանի օգնությամբ։ Անի, տեսականին բավականին մեծ է, ես սպառող եկել եմ խանութ, չեմ կողմնորոշվում ինչին դարձնեմ, բացի դիզայնից ինչին դարձնեմ ուշադրություն, այ առաջինը ինչին է պետք նայել։ Այսպես ասեմ, առաջին հերթին մենք տեղեկանում ենք ինչ տարածքի համար է անհրաժեշտ, բնակարան, օֆիսային տարածքի կամ ավելի մեծ սեփական տան համար, առաջնահերթ դա ենք տեղեկանում, այնուհետև առաջարկում ենք տարբերակներ, այսպիսին են, տարբերակները հիմնականում ավանդական պարկով տարբերակներն են, հիմնական պարկերով կամ միանգամյա օգտագործման պարկերով, ունենք տարայով տարբերակներ կամ ինչպես ասվում է բաժակով տարբերակներ։ Առաջինը նշեցիք կարևորը ինչ տարածքի համար է, այսինքն հզորությունն է կախված դրանից։ Հիմնականում գորգերի քանակն ենք հաշվի առնում, եթե բաց տարածք առանց գորգերի հաշվի ենք առնում ոչ թե հզորությունը շարժիչի, այլ հաշվի ենք առնում քաշող ուժը։ Լինում են տարբերակներ, որ իրանց վրա հենց գրված է լինում են մենք ենք տեղեկացնում հաճախորդին։ Հիմնական 360-ից 380 վատ քաշող ուժը բավական է։ Իսկ հզորությունը ինչ կարևորություն ունի։ Կարող են լինել էկոնոմ տարբերակներ, լինում են մոդելներ, որ ցածր հզորության են, բայց քաշող ուժը բարձր է լինում իրենց։ Այսինքն մենք որպես կանոն փոշեկուլ ընտրելիս միշտ հզորությանն ենք նայում, մինչդեռ դա այնքան էլ կարևոր չէ որակի հետ։ Կարևորը քաշող ուժն է, քաշող ուժի հզորությունն ենք այստեղ հաշվի առնում ընտրելիս։ Մենք որպես կանոն կարևոր ենք համարում նաև ծանրությունը փոշեկուլի։ Դա որակի հետ կապ ունի, ինչքան թեթև են կամ որակյալ կամ գուցե ինչքան ծանր, այնքան որակյալ։ Չէ, այսպես ասեմ, այդ ծանրությունը կախված է իր տեխնոլոգիայից, ինչ տեխնոլոգիայով է պատրաստված փոշեկուլը, օրինակ ջրային տարբերակները ավելի շատ ավելի ծանր են։
ունենք կոմպրեսորներով կամ պարկով տարբերակներ, որոնք ավելի թեթև են, բայց դա չի նշանակում, որ իրանք որակով չեն, մնացածը որակով են։ Խոսենք նաև խողովակներից, տարբեր նյութից պատրաստված խողովակներ կան, որոնք են նախապատվելին, որպեսզի ավելի երկար ու անխափան ծառայեն մեզ։ Խողովակները հիմնականում լինում են սիլիկոնային տարբերակներ եւ լինում են ռեզինից տարբերակներ։ Դե ավելի երկարակյաց են, ավելի ճկվող են ռեզինները, չնայած որ սիլիկոնն էլ է ճկվող համարվում, բայց համենայն դեպս իր մեջ կապրոն ասվածը, որը կարող է ավելի շուտ վնասվել։ Խողովակների շարունակությունն էլ լինում է եւ պլաստմասը եւ երկաթյա տարբերակով երկու տարբերակն էլ կա, ինչ տարբերություն դրանց միջև որին տալ նախապատվություն։ Նախապատվությունը երկուսի դեպքում էլ կարա կոտրի սպառող, այնպես չի որ ասենք, եթե պլաստմաս լինի, ինքը ավելի կարճ ժամանակ կարող է օգտագործել կամ եթե երկաթ լինի ավելի երկարակ է։ Հիմնական սպառողից է կախված։ Փոշեկուլ մաքրելը ինչ հաճախականությամբ պետք է լինի։ Հաճախականությունը մոտ 2 շաբաթը մեկ պարտադիր պետքա մեջի ֆիլտրերը լվացվի պարտադիր, որպեսզի շարժիչի մեջ փոշի չգնա։ Եթե չլվացվեց այդ հաճախականությամբ, շարժիչը ընթացքում կվնասվի ու ավելի կթուլանա իր քաշող ուժը։ Իսկ փոշեկուլի պահպանման ինչ գործնական խորհուրդներ կտայիք մեզ տնային տնտեսուհիներիս։ Գործնական խորհուրդները փոշեկուլի օրինակով ես ձեզ ներկայացնեմ։ Շատ լավ։ Այստեղից բացվում է բաշակը, ինքը ունի այստեղ փական։ Իրան լվանում, թափում են, լվանում են, նորից տեղադրվում։ Հա, չորացում են լավ չոր վիճակում։ Այստեղ ունենք ֆիլտրեր, որը եւս պետք է մաքրել, պարտադիր։ 2 շաբաթը մեկ պարտադիր պետք է լվացվի ուղղակի գոլ ջրով, սենյակային ջրով, առանց ինչ-որ հեղուկների։ Էլի լավ չոր վիճակում տեղադրում ենք։ Եթե տարածքի տեղի խնդիր չկա, սա պետք չի անջատել, որտեղ ժամանակի ընթացքում, երբ որ հաճախակի անջատում ենք, կարող է այդ կոնտակտները թուլանալ եւ վնասվել։ Եվ տեղադրում ենք, ինքը հետնամասում ամրյակ ունի, կարող ենք ամրացնել այստեղից։ Եթե չունենք էլ ինչ-որ մի պատի հենել։ Կարող ենք պտտել, զգուշորեն անգամ։ Եկա ճկվող են։ Եվ ամրացնել։ Դուք նշեցիք, որ շուկայում ամենաշատ սպառվող ու առհասարակ արկատեսականին դա պարկով եւ դույլով փոշեկուլներն են, այ դրանց միջև ինչ տարբերություն, արդյոք որակական տարբերություն կա, թե պարզապես կառուցվածքային տարբերություն է եւ վերջ։ Պարկի եւ տարայի կամ բաժակի մեջ որակական տարբերություն չկա, ուղղակի տեխնոլոգիայի տարբերություն է եւ ավելի պրակտիկա այս ժամանակաշրջանում տարայով տարբերակները ինչու, որտեղ ավելի հեշտ է իրան օգտագործելը։ Պարկի դեպքում ինքը արդեն մի քիչ ջանք է պահանջում այդ մաքրման հետ կապված, չնայած որ ասեմ հիմա միանգամյա օգտագործման պարկերը դարել են արդի, մարդիկ սկսել են օգտագործել միանգամյա օգտագործման պարկեր։ Եվ վերջում գինը որակի հետ կապ ունի, ինչքան բարձր է փոշեկուլի արժեքն արդյոք այնքան ավելի այն երկար կծառային մեզ։ Գինը կապ ունի որակի հետ, ինչքան գնայինը բարձր է լինում, դա խոսում է իր որակի մասին, տեխնոլոգիայի որակի մասին։ Համենայն դեպս կարող է սպառողը գնել ամենաթանկ մոդելը, բայց շատ քիչ ժամանակահատվածում օգտագործել, կարող է գնել ավելի միջին գնային սահմանում եւ ավելի սպառողից մեծ բան է կախված, ճիշտ սպառելուց։ Գոլորշիով փոշեկուլ։ Այն մաքրում է ոչ միայն հատակը, այլև տան օդը, անգամ լվանում պատուհանները, սակայն արժեքը հասնում է մինչև 500,000 դրամի։ Եվ այս դեպքում գինը որակի հետ ուղիղ կապ ունի։ Խոզանակ փոշեկուլներ։ ԱՄՆ-ում առավել տարածված է այս մոդելը։ Շարժիչն ու պոմպը հիմնականում տեղադրված են հենց խոզանակի մեջ։ Այս փոշեկուլները էներգախնայող են եւ ունեն փոշին կլանող բավական մեծ պարկ, սակայն ցանկացած մակերես այս փոշեկուլի միջոցով հնարավոր չէ ամաքրել։ Փոշեկուլի ժամանակակից տարբերակներն այսքանը չեն, դրանց մի մասը հասանելի են նաև հայ սպառողին։ Ինչ նոր փոշեկուլներ են հայտնվել շուկայում, որոնք տարբերվում են նախորդներից եւ արդյոք դրանք ավելի որակյալ են, այս եւ մի շարք այլ հարցերի մասին կզրուցենք Ավակյան Արմինեի հետ։ Նախ հասկանանք, որոնք են այդ նորագույն ասված փոշեկուլները։
Այսօր շուկայում արդեն վաճառքում ունենք նոր փոշեկուլներ, որոնք ի տարբերություն նախկին փոշեկուլների, որոնք ինչպես գիտենք պարկով եւ ամանով էին, ավելի պրակտիկ են, ավելի հարմար են եւ բացի այդ ժամանակածախս չեն, այսինքն դուք կարող եք եւ մաքրել ձեր բնակարանը եւ միևնույն ժամանակ կատարել այլ գործողություններ։ Եկեք մասնավորեցնենք, որ փոշեկուլների մասին է խոսքը, խոսենք դրանց հզորության մասին, ֆունկցիաների մասին։ Նախ ցավոք մենք այս պահին չունենք սրահում ներկայացված, կարող եմ մի երկու բառ ասել ռոբոտ փոշեկուլների մասին, որոնք նոր են, որն է իր աշխատանքը։ Դուք ուղղակի միացնում եք փոշեկուլը եւ վերջ։ Ինքը կատարում է իր գործողությունը, մաքրում է բնակարանը եւ կրկին վերադառնում է հետ, այն դիրքում, որտեղից ինքը սկսել է, այսինքն ձեզ պետք չի վերցնել, դնել ինչ-որ մի տեղ, փոխել տարածքը, բացի այդ, երբ ինքը հանդիպում է ինչ-որ մի բանի, հետ է վերադառնում կրկին մաքրելու մյուս տարածքը։ Իսկ այդ դեպքում ինչպես են մաքրում այդ փոշեկուլները։ Փոշեկուլը աշխատում է եւ փոշին հավաքում է փոքր ամանի մեջ, այսինքն մաքրելու համար ձեզ պետք է ուղղակի բացել, հանել ամանը ու դատարկել այն փոշին, որը հավաքվել է այդ ամանի մեջ, նորից տեղադրել։ Ինքը շատ հեշտ է եւ օգտագործվելու համար եւ մաքրելու համար։ Այսօր շուկայում գոյություն ունեն արդեն նոր մոդելներ, նորություններ, որոնք պրակտիկ են, հեշտ են, հարմար են, կարող եմ ներկայացնել դրանցից ակվաֆիլտր տարբերակի մասին, ուրեմն ինչ է ինքը իրանից ներկայացնում։ Մենք արդեն խոսել ենք բաժակով տարբերակի մասին, սա եւս բաժակ է, փոշին հավաքում է այս բաժակի մեջ, բայց արդեն ջուր եք լցնում բաժակի մեջ մի փոքր, փոշին հավաքում է ջրի մեջ, դառնում է ցեղ։ Ձեզանից պահանջվում է ընդամենը մի հատ ջրով ողողել եւ դատարկել այդ ցեղը, նորից դնել տեղը։ Այսինքն էլ պետք չի պարկ թափ տալ, ամանը փոշի է լվանալ, նորից ինքը ձեզ օգնում է մի հատ լվանակ ու դնեք տեղը։ Խոսենք նաև փոշեկուլի լվացող տեսակի մասին, որը նույնպես նոր է, համեմատած նոր է շուկայում։ Լվացող փոշեկուլը եւս շատ հարմար տարբերակ է, ինչի որովհետեւ մեր այս մոդելով դուք կարաք եւ սովորական որպես պարկով փոշեկուլ օգտագործեք, այս մոդելը կարաք եւ բաժակով տարբերակ որպես օգտագործեք, եւ ակվաֆիլտր տարբերակով օգտագործեք եւ լվանակ։ Գորգեր կարող եք լվանալ փափուկ կահույք կամ չոր հատակ։ Ինքը շատ լավ հնարավորություն ունի նաեւ, այսպիսի հնարավորություն, եթե հատակին ջուր է թափվել, պետք չի ինչ-որ այլ գործողություններով մաքրել ջուրը, պետք է ուղղակի փոշեկուլը միացնեք եւ կրկին ջուրը հավաքում է ամանի մեջ։ Ներկայացնեմ նաեւ այս մոդելը, որը շուկայում հայտնի է որպես էլեկտրական ավել անվանումով, ձեզ պետք չի այլ փոշեկուլների նման ինչ-որ բան հանեք, դատարկեք, միացնեք, կարակ իրան ուղղակի միացնեք, սենց օգտագործեք։ Ինքը ունի նաեւ տարբերակ, որ այսպես տարբերակ մեքենաների մեջ մեքենայի մեջ կարող եք օգտագործել կամ փափուկ կահույք եւ նման այլ տեղեր մաքրելու համար։ 15000 եվրո հենց այդքան արժե աշխարհի ամենաթանկ փոշեկուլը։ Այն կարծես լինի ոչ թե կենցաղային տեխնիկա, այլ թանկ արժեք իր զարդարված 3730 Սվարովսկի քարերով։ Առաջին այդպիսի փոշեկուլը վաճառվել է 2009 թվականին սեփականատերը Լե դիզայներ Լուկաս Ջեմիոլն է։ Իդեպ ֆունկցիոնալ առումով այն ոչնչով չի տարբերվում մի քանի 100 եվրո արժեցող շվեդական մյուս վագումային փոշեկուլներից։ Այսպիսով արտաքին դիզայն, թեթևություն, թե տարատեսակ ֆունկցիաներ։ Հուսով ենք ձեզ օգնեցինք ճիշտ կողմնորոշվել փոշեկուլ ընտրելիս։ Իսկ այն ինչը բաց եք թողել, կարող եք գտնել ստորև նշվող հասցեներով։ Չէ՞ որ եթե դուք սպառող եք, ուրեմն մենք ձեր կողքին ենք։ Դե ինչ կարծում եմ փոշեկուլի հարցում ամեն ինչ շատ հստակացվեց, իսկ ես նշեմ, որ մեր որակի հետքերով Ice Age-ը կոնկրետ այս հաղորդումը վաղուց է նկարված, այդ պատճառով մեր վարորդները չունեին դիմակ, եւ առհասարակ տեսակ, որ ոչ մեկ չուներ դիմակ, դա նախադիմակային դա միջ համավարակային շրջաններ։ Կարևորը մենք խորհուրդները կրկին լսեցինք փոշեկուլի մասին։ Իսկ այս պայն շարունակենք Ֆրեզնոյի հայկական թաղամասում այրվել է պատմական երկու տուն։ Մեկն ամբողջությամբ գետնին է հավասարվել, մյուսը մեծ վնասներ է կրել։ Դրանք կառուցվել են 1900-ականների սկզբին, վերջին շրջանում բնակեցված չէին, հրդեհի պատճառը հայտնի չէ, հնարավոր է անօթևան մարդիկ են դրանք հրդեհել։ Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Բերջ Աբգարյանն ասել է, որ տները հայ համայնքի եւ հայկական թաղամասի խորհրդանիշներն էին եւ անհրաժեշտ է դրանք վերակառուցել։ Հիմա տեսնում ենք այդ հուսանք, որ այդ ամենը տեղի կունենա, վերակառուցվեն տները եւ ավելի ուշադիր կլինեն այդ տների նկատմամբ։ Ֆրեզնոն առհասարակ հայկական մշակույթի կենտրոն, կարծես թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում լինի, ասացինք, որ Կրկորյանն է այնտեղ ծնվել, Վիլյամ Սարոյանն է այնտեղ ապրել, դե ինչ, եւ շատ ու շատ հայեր միջև հիմա ապրում են եւ ասում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահամեղ ծիրանը հենց Ֆրեզնոն է։ Հենց այնտեղ է։
Ավերվում է նաև Վանի հայկական Սուրբ Կույսեր Մենաստանը։ Պատճառը ոչ միայն բնական աղետներն են, այլ նաև գանձախույզները։ Համալիրը Վանի քրիստոնեական եւ հատկապես հայկական ճարտարապետության բազմաթիվ օրինակներից մեկն է։ Որը Թուրքիայում այս պահին մատնվում է անտեսության։ Իր գոյության ընթացքում կառույցը ծառայել է մեծ մասամբ որպես կուսանոց, որտեղից էլ ծագել է վանական համալիրի անունը։ Ցավոք սրտի հիմա այդպիսին է պատկերը։ Հայտնի է, որ մինչև հայոց ցեղասպանությունը համալիրում 200-ից 300 կույսեր են բնակվել, Մենաստանի տեղանքն այնպես է ընտրված եղել, որ անմիջապես շրջակայքում բնակավայրեր չեն եղել։ Եկեղեցուց մնացած կիսավեր գմբեթն ու պատերը, որոնք հիմնականում կավե աղյուսից են, թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել վանական համալիրի օժանակ կառույցների գտնվելու վայրի մասին։ Իսկ թե ինչումն է պատճառը, որ հիմա շատ թուրք կամ քուրդ, չգիտեմ, կոնկրետով գալիս են եւ փորձում են այնտեղ գանձեր փնտրել, նրանում է, որ ցեղասպանությունը, որ Վանում սկսել էր եւ Վանի ապստամբությունից հետո, հենց այդ կուսանոցում շատ ու շատ Վանի բնակիչները գտել են իրենց, այսպես ասած, օթևանը եւ թուրքերը միջև համոզված են, որ յուրաքանչյուր հայ իր հետ տարել է մի կուժ, որտեղ կար ոսկի եւ այդ ոսկիով կուժերը, շատերը գտնվում են հենց այդտեղ։ Այդ իսկ պատճառով բարբարոսաբար քանդվում է այնտեղ ամեն ինչ։ Իսկ այժմ եկեք տեղափոխվենք Թայլանդ եւ ծանոթանանք աշխարհի ամենամեծ տաճարին, 100 հրաշալիք էջի օգնությամբ մենք կծանոթանանք այսօր ճշմարտության տաճարին։ Ճշմարտության տաճար աշխարհի լավագույն, գեղեցիկ եւ մեծագույն տաճարներից մեկը, գնացինք։ Երբևէ կառուցված ամենամեծ փայտե տաճարը ողջ աշխարհում։ Փայտե հրաշալիք, որն իր գոյությամբ պիտի ցույց դներ աշխարհին Թայլանդի ճարտարապետության, քանդակագործության եւ կրոնափիլիսոփայական մտքի բացառիկությունը։ Կառույց, որի առեղծվածային հոյակերտությունը հավերժորեն դաջվում է յուրաքանչյուրի մտքում եւ հուշերում։ Այն ստիպում է նախ ապշել, հետո հիանալ, ապա բացատրություններ փնտրել։ Ճշմարտության սրբավայր։ Պատտայա քաղաք, Չոնբուրի գավառ։ Հենց այստեղ, ծովափնյա ամենաբարձրադիր վայրում, իր ողջ սքանչելիությամբ կանգնած է կուրորտային քաղաքի թիվ 1 այցեքարտը, ճշմարտության սրբավայրը։ Վայր, որն իր խորհրդավորությամբ կառուցման առաջին իսկ տասնամյակից Պատտայա է բերել միլիոնավոր արվեստագետների, կրոնագետների, քանդակագործների եւ գեղեցիկի հետքերով ճամփորդող զբոսաշրջիկների։ Աշխարհը չեր ունենա փայտաշեն այս հոյակերտ տաճարը, եթե չլիներ թայլանդացի էքսցենտրիկ միլիոնատեր Լեկ Վիրիափանտը, ով 1981 թվականին սկսեց արտասովոր տաճարի շինարարությունը։ Այն պիտի լիներ երևակայության սահմաններից դուրս մի կերտվածք, որն անպայման պիտի բացահայտեր նաև կյանքի եւ աշխարհընկալման ճշմարտությունը։ Վայրն էլ պատահական չընտրվեց, բարձրադիր տարածքն ամենից հարմարավետն էր, որպիսի սրբավայրը դիմակայեր կիզիչ արևին եւ ծովային վայրակ քամիներին։ Երասկոտ մեծահարուստ Լեկի երազանքն արդեն մի քանի տարի էր իրականացման փուլում էր եւ դրա համար վատնվում էր հսկայական գումարներ սեփական գրպանից։ 1981 թվականից ի վեր առ այսօր օր ու գիշեր աշխատում են փայտագործ վարպետները, կերտելով վերերկրային կերպարներ եւ կրոնական բարձրաքանդակ սյուժեներ, եւ այս ամենը բացառապես առանց մեխի։ Սրբավայրն ամբողջովին արտացոլում է արևելյան փիլիսոփայությունը, դիեզերքի հետ մարդու կապն ու հավերժական ձգտումը դեպի կատարյալը։ Եվ այսպես, ճարտարապետության բացահայտման ճանապարհը շարունակվում է արդեն 38 տարի։ Վարպետները պնդում են, որ շինարարությունը կավարտվի, երբ տաճարը կարողանան հասցնել կատարելության, մինչդեռ կառույցի շուրջ պտտվող պատմությունն այլ բան է հուշում։
Շատերը պնդում են, որ տաճարի կառուցման երկարատև ընթացքը հեղինակի Լեկ Վիրիափանտի սկզբունքներից է։ Այդպես արտացոլվում է ճշմարտության անվերջանալի զարգացումն ու անսահմանությունը։ Իսկ ճշմարտության սրբավայրի շուրջ պտտվող առեղծվածային պատմությունն ասում է, թե ոմն գուշակ նրա համար կանխատեսել էր մահ տաճարի կառուցման ավարտից հետո։ Մյուս ամենահայտնի վարկածն էլ պնդում է, Լեկն ինքն է տեսիլք ունեցել, որ ճշմարտության տաճարի հետ կավարտվի նաև իր կյանքի ուղին։ Այդ պատճառով տաճարի կառուցումը դեռ շարունակվում է։ Հսկա չափերն ու հարյուրավոր քանդակները, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է ամիսների մանրակրկիտ աշխատանք, թույլ են տվել տաճարն ավարտին հասցնելու վերջնաժամկետը համարել 2025 թվականը, սակայն շատերը համոզված են, որ դա կլինի 2050 թվականին։ «105 մետր բարձրությամբ ճշմարտության տաճարն իր արտաքին և ներքին հարդարանքով միավորում է Հնդկաստանի, Չինաստանի, Կամբոջայի և Թայլանդի կրոնական գաղափարախոսությունն ու առասպելական սյուժեները։ Նպատակներից մեկն այն է՝ օգնել մարդկանց ճանաչելու նախկին սերունդների անցած ուղին, կյանքի շրջափուլերն ու կրոնափիլիսոփայական ճշմարտությունները։ 3500 քառակուսի մետր տարածքով տաճարը զարդարող քանդակներում պատկերված են նաև այն արարիչ ուժերը, առանց որոնց մարդը չի կարող ծնվել ու գոյություն ունենալ։ Տաճարի 4 ծայրերը պսակված են արևելյան փիլիսոփայության 4 կարևորագույն տարրերով։ Դրանցից յուրաքանչյուրը խորհրդանշում է կրոնի հաստատումը որպես աշխարհի հիմնասյուն, մարդուն տրված կյանքը, անմահ փիլիսոփայությունն ու գիտելիքը եւ աշխարհի զարգացումը։ Իսկ ամենաբարձր կետում սայրի վրա վերջին 5-րդ Բուդդան է։ Տաճարի 4 սյուներում ներկայացված են տիեզերական հավատը, հնդուիզմը, բուդդայականությունը եւ աշխարհի 4 հիմնական տարրերն իրենց խորհրդանշական աստվածներով՝ Վիշնուն, Շիվան, Բրահման եւ Կայլասը։ Ճշմարտության արտացոլման եւ բացահայտման առաքելությամբ կառուցված այս սրբավայրը միաժամանակ կարելի է դասակարգել ոչ միայն որպես բացառիկ տաճար, այլ արվեստի անզուգական գլուխգործոց, քանդակների առեղծվածային կոմպոզիցիա, թայլանդական ճարտարապետության եզակի հուշարձան։ Մի բան հստակ է, աշխարհն իսկապես չի ունեցել եւ չի ունենա այն, ինչն այնքան վեհորեն զարդարում է թայլանդական Պատտայեի ծովեզերը։ Հարյուր հրաշալի կեջի օգնությամբ աշխարհի ամենամեծ փայտյա տաճարը մենք միասին բացահայտեցինք, այցելեցինք անվճար եւ անվտանգ կարծես թե։ Հետաքրքիր միտք ծագեց մոտս, եթե ձերքի տակ ունեք ինտերնետ, գուգլեք եւ փնտրեք Նորվեգիայում գտնվող փայտյա տաճարները այնտեղի եւ տեսեք, որ փորձենք համեմատականներ անցկացնել, նմանություններ կան։ Սա բուդդայական տաճար է, նա հեթանոսական կամ վաղ քրիստոնեական, բայց արի ուտես, որ ինչ որ հետաքրքիր զուգահեռներ հնարավոր է գտնեք։ Իսկ այս պահին ճշմարիտ գովազդ։ Իմաստուն ես կասեմ այլ։ Վերադարձանք եւ շարունակենք նորությունները։ Բրիտանական Daily Mail պարբերականը Տանզանիայի Սերենգեթի ազգային պարկում տեղի ունեցած միջադեպին է անդրադարձել, որը վայրկյանների տարբերությամբ կարող էր դժբախտ պատահարի վերածվել։ Տեսանյութում հիմա որ մենք կտեսնենք, երևում է, որ Սերենգեթի ազգային պարկ կատարած այցելության ժամանակ մեքենայում գտնվող զբոսաշրջիկները ձեռքերը դուրս են հանում եւ փորձում շոյել մեքենայի հենց կողքին նստած առյուծին։ Վայրկյաններ անց հիմա կտեսնենք, թե ինչպես վայրկյանը շրջվում է եւ սկսում է մռնչալ ու դեպի մեքենան մոտանալ, ինչը շատ նորմալ է այս պարագայում, ինչից սարսափահար արդեն զբոսաշրջիկները արագորեն լքում են դեպքի վայրը։ Սիրելիներս, եթե տեսնում եք առյուծ հեչ պարտադիր չէ որոշել շոյել նրան, ինչպես ձեր տան կատվին կշոյեք, որտեղ նա կարող է զայրանալ եւ նրան առհասարակ դուր չգա, որ ինչ որ անծանոթ մեկ իրեն փորձում է մոտենալ եւ շոյել։ Ի վերջո
առյուծը Եթե միջալոց սիրում եք առյուծարքա մուլտֆիլմը հին եւ նոր, ասեմ, որ այդ ամեն ինչ տեղի ունենում այնտեղ, հենց այդ վայրում է, Տանզանիայի, Սերենգենի, Պատահական չի լինում։ Այո, հենց այդ վայրում է տեղի ունենում եւ նմանատիպ ժայռ իրականում կա, հենց սկզբի կադրը, հա, երբ փոքրիկին բերում է։ Իտալիայի իշխանությունները ծրագրում են վերականգնել Տոսկանա մարզում գտնվող Վալի լճի տակ մնացած երբեմնի գյուղը։ Ֆաբրիկե դե Կարեջին անունով գյուղը հիմնվել է 12-րդ դարում, սակայն 1946 թվականին այստեղ հիդրոէլեկտրակայանի կառուցման նպատակով ամբարտակ է ստեղծվել եւ գյուղը մնացել է ջրի տակ։ Այո, ասեմ, որ Հայաստանում այդպիսի շատ դեպքեր են տեղի ունեցել, որ տանիգեսը կառուցելուց Խնձորեսկը մնաց ջրի տակ, Աբարանի ջրամբարը կառուցելուց, քանի գյուղ մնաց ջրի տակ եւ այդ մարդկանց տեղը հանել են եւ օրինակ ուղարկել են Երևան բնակվելու համար եւ լավ կլիներ, որ մենք էլ ունենանք այդպիսի հնարավորություններ, վերականգնենք մեր հին գյուղերը, պահպանելով նաեւ բնությունը։ Գյուղի տարածքում քարե տներ, գերեզմաններ, կամուրջ եւ եկեղեցի կան։ Դե ինչ, ըստ հրապարակումների բարձրաստիճան պաշտոնյաները դեռևս 2015 թվականին են կոչ արել չորացնել լիճը, վերականգնել գյուղն ու դրա միջոցով տարածաշրջանը զբոսաշրջային կենտրոն դարձնել։ Նո, հաշվարկել են, որ հոսանք արտադրելով ավելի քիչ գումար են աշխատում, քան օրինակ туриզմը զարգացնելով։ Վերջերս նախկին քաղաքապետի դուստրը հայտնել է, որ լիճը կարող է չորացվել արդեն մյուս տարի, կարծում եմ մյուս տարի։ Ձեզ տեսնենք իտալացիներ, այո։ Կարող ենք այցելել։ Մյուս տարի կայցելենք Իտալիա, այս տարի հաստատ չենք կարող, մյուս տարի կգանք եւ ամեն ինչ գալու ենք ստուգենք։ Բայց միշտ կարող ենք մեր մոլորակի շուրջ էջի օգնությամբ բացահայտել ինչ-որ բաներ, այս պահին առաջարկում եմ հենց ամենագեղեցիկ լճերին։ Աշխարհի ամենագեղեցիկ լճերին կայցելենք այս պահին, գնացինք։ Լազուրե հրաշալիքներ, որոնք հանգստացնում ու խաղաղեցնում են իրենց թովիչ գեղեցկությամբ եւ դեպի իրենց ձգում հազարավոր ռոմանտիկների։ Մոլորակի ամենագեղեցիկ լճերի շարքից հաջորդիվ։ Իտալիայի Կապուտաչիա հրաշալիքը համարվում է երկրի զբոսաշրջության 20 ամենաայցելվող վայրերից մեկը՝ Կոմո լիճ, հայտնի նաև որպես Լարիո։ Italiayum երրորդ ամենամեծ լիճը նաև Եվրոպայի ամենախորը լճերից մեկն է։ Երկրի հյուսիսում Ալպերի հարավային լանջերին 50 կիլոմետր երկարությամբ տարածվող Կոմոն իր անունը ստացել է ափամերձ Կոմո քաղաքից, իսկ Լարիոս անունով հայտնի է եղել հին հռոմեական հեղինակների գրություններում։ Աշխարհի ամենագեղեցիկ լճերից մեկը համարվող Կոմոն անվերջ հմայում է իր ափերի թովիչ բնապատկերներով, հարուստ բուսականությամբ եւ կանաչի միջից աչքի զարնող գողտրիկ գյուղաքաղաքներով։ Կոմոյի ամբողջ գեղեցկությունն արտացոլվում է Օուշենի 12 ընկերները, Կազինո Ռոյալ եւ Աստղային պատերազմներ ֆիլմերում։ Կոմո լիճը Ջորջ Քլունիի եւ շատ այլ հայտնիների ամենասիրելի վայրերից է։ Սլովենիայի Մարգարիտը հիանալի գեղեցկությամբ տպավորող լիճ, որը ամենահայտնի հանգստավայրերից մեկն է Սլովենիայում։ Բլեդ Տրիգլավ ազգային արգելոցում ծովի մակարդակից 480 մետր բարձրության վրա սփռված լիճը ներառվել է մոլորակի ամենագեղատեսիլ վայրերի շարքում։ Տարվա սեզոնների հետ փոփոխվում է նաև լճի գեղեցկությունը։ Ամեն անգամ այն յուրովի է գերում իր հեքիաթային բնապատկերներով։ Բլեդ լճի լուսաբացները հաճախ են անմահանում կտավներում, լուսանկարներում եւ ֆիլմերում։ 1.50 քառակուսի կիլոմետր մակերեսով ջրային հրաշալիքի զարդը փոքրիկ ըղզյակն է։ Իր մատուրով դեպի ուր անընդմեջ լողում են զբոսաշրջային մակույկներն ու նավակները։ Լճի ափին վերհառնող հսկայական ժայռագագաթին տեղակայված Բլեդյան ամրոցը ազդեցիկ տեսք է հաղորդում լճին։ Բլեդ չնաշխարհիկ լիճն իր Բլեդյան ամրոցով համարվում է Սլովենիայի խորհրդանիշն ու այցեքարտը։ Աշխարհի ամենագեղեցիկ Սարցե լիճն ունի վառ փիրուզյա երանգ եւ պարփակված է խորհրդավոր լեռներով՝ մորեին։
Այն տեսնելու համար պետք է մեկնել կանադական Banff ազգային պարկ։ Ծովի մակարդակից 1885 մետր բարձրության վրա 10 գագաթ կոչվող հովտում տարածվող չնաշխարհիկ գեղեցկուհին զբաղեցնում է ընդամենը 0.5 քառակուսի կիլոմետր տարածք։ Փիրուզագույն լեռնային լճակը հայտնաբերել է ժայռագնաց Ուոլտեր Ուիլքոքսը, ով խոստովանում է, որ դրանք եղել են իր կյանքի ամենաերջանիկ րոպեները։ Գեղեցիկ Մորեյն է, որ կարծես իր գիրկն է արել ձյունախառն գագաթները, հեղինակավոր տարբեր զբոսաշրջային կայքերի կողմից ներկայացվում է որպես մոլորակի բնական հրաշալիք։ Ամերիկյան Յուտա և Արիզոնա նահանգների ջրային արտասովոր սահմանաբաժանը Powell լիճ, խոշորագույն ջրամբարներից մեկը Կոլորադո գետում։ Շիկակարմիր քարափների և ժայռերի միջև սփռված արհեստական Powell լիճը ստեղծվել է 1972-ին կոնգրեսի որոշմամբ։ Powell-ը գերում է զբոսաշրջիկներին իր բյուրեղյա մաքուր ջրերով, արտասովոր տպավորիչ լանդշաֆտներով։ Այն միշտ հյուրընկալում է հատկապես ջրային սպորտաձևերի սիրահարներին։ 30 կիլոմետր խորանարդ ծավալով Powell լիճը համարվում է Գլեն կիրճ ազգային պարկի մի մասը և դարձել է Միացյալ Նահանգների ամենաայցելվող ջրային հանգստավայրերից մեկը։ Տարեկան Powell լճի լազուրե ջրերի և քարափների զարմանալի տեսարանները վայելելու է գալիս մոտ 4 միլիոն այցելու։ Եվ վերջում կանգ առնենք Հունաստանում քարանձավային խորհրդավորությամբ սքողված բնության հրաշալիք Մելիսանի։ Քարանձավի ստորին հատվածում 20 մետր խորության վրա գոյացած լճում միախառնված են քաղցրահամ և աղի ջրերը։ Լիճը գոյացել է մոտ 20,000 տարի առաջ։ Մելիսանիի հսկայական ջրանցքները հաճախ են ուսումնասիրվում քարանձավային ջրասույզների կողմից։ Ստորերկրյա ջրերի արտահոսքը հասնում է Ֆրիդի լողափ։ Մոլորակի ամենաարտասովոր ջրաերկրաբանական երևույթներից մեկը համարվող Մելիսանին իր քարանձավային տանիքից զրկվել է հավանաբար մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում։ Հունական խորհրդավոր քարանձավն ու իր թաքնված գանձը բաց են այցելությունների համար։ Կառավարության որոշմամբ նույնիսկ դեպի լիճ տանող թունել է կառուցվել։ Ահա այսպիսի բնության անձեռակերտ հրաշալիքներ։ Հիանալի բյուրեղյա, հիասքանչ, լազուրե լճեր մեր Հայաստանում եկան իհարկե։ Այո, ես վերջերս Դսեղում էի և հիացած էի, այնտեղի ծովեր են կոչում, իհարկե փոխաբերական իմաստով, բայց լճով այո, ասում են Դսեղի ծովեր, ասեմ, որ հրաշալի են, այնպես որ մենք էլ ունենք լավ բնություն։ Եվ ծովեր, որ կան Դսեղում, կարող եք այցելել և հիանալ մեր բնությամբ։ Իսկ այս բան շարունակեմ նորությունները Ֆինլանդիայի ֆինանսների նախարար Քաթրի Կոլմունին հրաժարական կտա, քանի որ հարկատուների գումարներն օգտագործել է հռետորական դասընթացները վճարելու համար։ Այո, ոչ թե սիրուհու վրա է ծախսել այդ գումարները, ոչ թե ինչ-որ ադամանդներ է կրել կամ մեքենա, այլ մարդը որոշել է, որ նա պետք է ավելի լավ կարողանա արտահայտի իր մտքերը եւ այդ իսկ պատճառով ինչ-որ մեկին վճարել է 50,000 եվրո։ Բյուջեի վրա 50,000 եվրո է արժեցել, վատ չէ։ Ինձ թվում է ադամանդներ էլ է գնել ու մեքենա էլ։ Եվ Կոլմունին բացատրել է գոր, որ իրեն ավելի շատ վստահություն է անհրաժեշտ եղել որպես նախարար հրապարակային ելույթներ ունենալու համար, սակայն խնդիրն այն է, որ դասընթացի շրջանակներում նա պատրաստվել է նաև կուսակցության համագումարում իր ելույթին, որը կապ չունի նախարարական գործունեության հետ։ Պատրաստվեց, որ վերջում հրաժարական տա, ավելի լավ էր շուտ պատրաստվել մինչև դառնալը, չէ՞։ Քան հետո այդ գումարները ծախսեր դառնալու համար։ Նա բայց զղջացել է իհարկե։ Այո, քաղաքական գործիչը ընդգծել է, որ հանրության արձագանքը ծախսված գումարի չափի մասին լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության նկատմամբ ծայրաստիճան բացասական է եղել եւ հայտարարել է, որ ինքը գումարը պետական գանձարան կվերադարձնի իր սեփական գրպանից։ Բա որ ունեիր սեփական գրպանում։ Այ տղա, բայց դու պատկերացու ինչեր էր գրված Facebook-ում ֆիներեն։
Տո աննասուն, տո ինչ գործ ունես ժողովրդի Վարչապետն համարին հայտարարել է, որ ողջունում է Կոլմունի որոշումը, դե ինչ մենք էլ լավ հաջողություն ենք մաղթում։ Ինչ լավ է ավարտվում, այսպես ասած։ Իսկ այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, սիրելիներս, մնացեք բարով, չմոռանաք Շանդիջիթալ TV-ի օգնությամբ նույնպես մեզ հետևել, եթե բացեք թողե եթերը։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Հաջողություն։